ովքեր որ այդ ակցիայի կազմակերպիչներն են, իրենք նոր մարդիկ չեն, որ դուք ներկայացրեցի, եւ նրանք հայտնի են իրենց հակառուսական գծվածքով պետության դեմ, կոնկրետ պետության դեմ գործողություններ անելու, նշանակում է, որ անողը հասկանա եւ տեսնողն էլ հասկանա, որ դա արվում է վտանգելու այդ մարդկանց շահերը։ Ձևակերպումը սա ինչ է։ Եթե մարդասպանը քննադատել կարելի է, բայց ինչ չէ, դա արդեն որակավորում է, որը պետք է հիմնավորում են։ Մարդասպան ձևակերպումով պաստառներով մարդիկ դիմավորում են, մարդիկ, որոնք արդեն ասացինք Փաշինյանի սատելիտ կուսակցության ներկայացուցիչներ են։ Դա ուղղված մեզ համար կարևոր երկրի հարաբերությունների ռուսական սահմանապահների ստեղից հանելուց հետո այդ թուրքական պաշտոնական սահմանը իրավական իմաստով վերանալի է։ Այսինքն ինչ ենք ստանում։ Այսինքն ինչ ստանում ենք, որ Թուրքիան իր զորքերը առաջ է բերում եւ օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածք։ Կադրերը, որ մենք տեսանք, ինչպես էր ձեռքով կանչում Էրդողանը, Ալիևն ասում էր մի քիչ սպասի, բանակցությունները վերջացնեմ, հետո կգամ իրար հետ սուրճ կխմենք։ Ալիևի հետ երկկողմ ձևաչափով հանդիպում չի ելել։ Միջանցքում այնտեղ ասենք մոտենում է, ասում առանձին մի հատ հանդիպենք զրուցենք, նայել ասում ռադիկաշի գնա, ես իմաց բացուստել մեզ նոր բանը լուրջ մարդկանց հետ եմ խոսում, ինչ ես եկել։ Ոչ մի կենթանանության ուզում տա մահագի մարշրուն է պահում, հանգար չվիրավոր։ Ոնց որ ասեցի։ Մինչև ուր, լավ։ Ոչինչ շորներ վերցնի փոշիկները։ Հա, բայց մինչև ուր էս նվաստացումը։ Հանդիպում են ունեցել եւ Բագրատ Սրբազանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եթե օրինակ ես նպատակ ունենայի նախագահին թիրախավորելու, իր դեմ գործող, կգնայի իր հետ այդ հարցը քննարկելու։ Դուք լավ գիտեք, որ ՀՊ-ն չի տալու ձայներ։ Ինչի է գալիս մեզ վարկաբեկում դնում մեզ վատ վիճակի մեջ ընտրություններից առաջ զրոյացնող վարկանիշը Ռոբերտ Քոչարյանը։ Այս իմպիչմենտի գործընթացը միակ հնարավորությունն է, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում հյուրս այսօր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, գիտենք, որ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով, պաշտոնական այցով, եւ այս պահին, երբ մենք խոսում ենք, արդեն մեկնարկել է Լավրով Արարատ Միրզոյան ասուլիսը, մենք բովանդակային առումով որոշակի ինչքան հնարավոր է կանդրադառնանք, բայց մինչ այդ կուզեմ անդրադառնանք այն երևույթին, որի ականատեսը երեկ եղանք, Լավրովի ընդունելության ընդառաջ այսպես կոչված հանուն հանրապետություն, հա, այդպիսի կուսակցություն կա, փաստորեն մեր 100-ից ավելի կուսակցությունների շարքում, որն ի դեպ Նիկոլ Փաշինյանի համախոհ կուսակցություններից է, ընդհանուր մինչև կարող ենք ասել խորհրդատու կուսակցություններից է, նրանց ղեկավար Արման Բաբաջանյանը մասնավորաբար, իրենք մի ակցիա էին կազմակերպել եւ պաստառներ էին կախել Պուտինին վիրավորող մարդասպան, հա, այսպիսի եւ լուսանկարներով Ռուսաստանի Դաշնության ղեկավարի։ Ես ուզում հասկանալ, ինչ նպատակ են հետապնդում այս մարդիկ, դեպետ շատ հետաքրքիր էր, որ հետո լսեցինք Զախարովայի մեկնաբանությունը, շատ հետաքրքիր է հիմա կանդրադառնանք, ձեր գնահատականը, ինչով են նրանք օգտակար նման ակցիաներով Հայաստանի համար, թե դա ինչ որ այլ շահերի են սպասարկում, ի վերջո պետք է հասկանանք այս մարդիկ ինչ են անում, հա, շատ կարևոր այց է, ռուս-հայկական հարաբերությունները առանձնապես լավ վիճակում չեն, մեղմ ասած, սրում են ավելի, նպատակը որն էր, խնդրեմ։ Դե իրենց նպատակը իրենք ասում են, թե ինչ նպատակով են դա անում, եւ ովքեր որ այդ ակցիայի կազմակերպիչներն են, իրենք նոր մարդիկ չեն, ում որ նաեւ դուք ներկայացրեցիք, եւ նրանք հայտնի են իրենց հակառուսական գծվածքով քաղաքականությամբ, այսինքն նրանք ոչ թե խոսում են Հայաստանի որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ հարաբերությունների զարգացման դիրքերից, այլ խոսում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնելու դիրքերից։ Եվ սա արդեն իսկ ոչ կառուցողական մոտեցում է, օրինակ, որովհետև կարող են լինել ընդհանրենք կուսակցություններ, ովքեր իրենց արտաքին քաղաքականության մեջ պատկերացնեն ավելի սերտ հարաբերությունները, ենթադրենք Իրանի հետ, ավելի սերտ հարաբերությունները արաբական երկրների հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, ԱՊՀ երկրների հետ եւ այլն, չէ՞։ Բայց որևէ երկրի դեմ խոսելը, դրա դեմ արտահայտվելը, ես կարծում եմ դա ոչ մի կերպ չի կարող բխել մեր պետության շահերից, որովհետև մեր արտաքին քաղաքականության խնդիրը ի սկզբանե եղել է բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ
հնարավոր հարաբերությունների զարգացումը։ Եվ առավել ևս մի երկրի, որի հետ Հայաստանը կապված է կենսական շահերով, միաժամանակ անդամակցում է մի շարք կազմակերպությունների, այդ անդամակցությունը մեր եւ անվտանգային, եւ քաղաքական, եւ տնտեսական զարգացման իմաստով ունի չափազանց կարևոր նշանակություն։ Մի երկրում, որտեղ ապրում են գրեթե այնքան հայեր, ինչքան որ ապրում է հենց մեր երկրում, ընդ որում մի զգալի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ պետության դեմ, կոնկրետ պետության դեմ գործողություններ անելուց նշանակում է դու պիտի անողը հասկանա եւ տեսնողն էլ հասկանա, որ դա արվում է վտանգելով այդ մարդկանց շահերը։ Ձևակերպումը սա ինչ է։ Ասենք, եթե մարդասպանը քննադատել կարելի է, բայց այդ ինչ չէ, դա արդեն որակավորում է, որը պետք է հիմնավորում լինի, եթե դու դա չես պիտի հասկանաս, չէ, դա ում մասին է խոսքը, ինչ սպանության մասին է խոսքը, առավել ևս եթե դու խոսում ես պետության ղեկավարի հասցեին, մի պետության, որը որ բարեկամաբար է տրամադրված, որը բարձր մակարդակով ընդունելում է քո երկրի ղեկավարին, որին դու համարվում ես քեզ համախոհ, չէ, այսինքն Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 8-ին, 9-ին Մոսկվայում արժանացրել է պետական մակարդակով բարձր մակարդակի ընդունելության։ Հիմա եթե դու քեզ համարում ես Նիկոլ Փաշինյանի համախոհը, իր հետ կիսում ես քաղաքական շատ հարցեր, մասնակցում ես իր հետ քննարկումների, հանդիսանում ես հայաքվե քաղաքացիական ներողություն, հազար ներողություն հայաքվեի մեր գործընկերներից այդ ֆեմինիզմից, որովհետև ես էլ եմ հայաքվեի նախաձեռնողության, Եվրաքվեի նախաձեռնության մաս է կազմում, որը հենց այդ քաղաքական ուժը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը ընդունում է, այսինքն քաղաքական համախոհներ է։ Այո, քո քաղաքական համախոհ ղեկավարին այնտեղ արժանացում է ընդունելության, բայց դու ո՞նց ես այդ մարդուն ասում այդ ձևի որակումներ կալի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնացել էր մարդասպանի հետ հանդիպելու, կազմակերպվածության բոլոր հնարավոր դրսերն, այսինքն օրինակ պաստառեն պարզում ոչ թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Շարասյան այցի պահին, այլ Իրանի պաշտպանության նախարարի, այսինքն չեն տարբերում Իրանը Ռուսաստանից կամ կեսը ջրի մեջ են, կեսը ցամաքում, այս ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտել են ջրավազանի մեջ, թենդեն չեն մտել, մեր երկրում նույնիսկ նավահանգիստներն են չոր, ակցիաներն են չի են թաց, ես չեմ հասկանում, ասենք այդ ջրի մեջ մտնելու իմաստը, որ անլուրջ Պարոն Ղազարյան, դա անլուրջ մենք գնահատում ենք իսկապես անլուրջ է, բայց աշխարհը տեսնում է, որ գալիս է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը եւ կարեւոր հարցեր ունի տարածաշրջանային անվտանգային քննարկելու մեր արտգործնախարարի հետ եւ այդ երկրի ղեկավարին մարդասպան ձևակերպումով պաստառներով մարդիկ դիմավորում են, մարդիկ, որոնք արդեն ասացինք Փաշինյանի սատելիտ կուսակցության ներկայացուցիչներ են։ Սադրանք, ասացիք սադրանք է։ Սադրանք, այո, սադրանքը ուղղված մեզ համար կարևոր երկրի հետ հարաբերություններին, որը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, այսինքն եթե ռուսական կողմը փորձի համարժեք արձագանքի, ես չեմ կարծում, որ որևէ մեկը դրանից որ մեկի համար դա շահեկան կլինի։ Միջիայլոց այս սադրանքի մաս է կազմում նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը որ Լավրովի այցից 1 օր առաջ հանդես էր եկել հակառուսական շեշտադրումներով, հայտարարություններով, ընդ որում նա հիբրիդային պատերազմը Ռուսաստանի կողմից հրահրման մասին է։ Այո, բայց դա պետության խորհրդարանական երկրի խորհրդանի ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնել է Ենել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցին ընդառաջ։ Դա իր մեջ ինչ է պարունակում, եթե ոչ ուղիղ սադրանք։ Ենել է նույն Ալեն Սիմոնյանի կողմից, որը որ բազմիցս է աչքի ընկել հակառուսական իր հայտարարություններով։ Փորձեց երեք, բայց փոքրինչ շտկել, հայտարարեց, թե 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու նպատակ չունի Հայաստանի պետությունը։ Հիմա որ նպատակ չունի այդ մասին հայտարարումը, դա դեռ չի նշանակում, որ իրենք սուտ չեն ասում, ասենք Ալեն Սիմոնյանի եւ առհասարակ բոլոր քպեականների խոսքին այդ իմաստով հավատալ, թե իրանք ինչ են անելու, պետք է կարդալ, թե 18 թվին իրանք ինչ հայտարարություններ են արել կամ 21 թվին ինչ հայտարարություններ արել, հիմա ինչ են անում։ Իրականում իրաց քաղաքականությունը միտված է ռուսական ներկայությունը Հայաստանում թույլատնելու եւ դա մեզ պետք չի իմանալ, թե իրանք ինչ են պատրաստում անել, մեզ հերիք է իմանալ, թե իրանք ինչ են արել հենց 2024 թվականին։
2024 թվականին ռուսական սահմանապահ ծառայությունը դուրս է բերվել Զվարթնոց օդանավակայանից 2025 թվականի հունվարի 1-ից 24 թվին այդ որոշումը կայացվել սահմանապահները դուրս են բերվել Մեղրի անցակետից եւ Մարգարա սահմանային անցակետից 2024 թվականին դուրս են բերվել սահմանապահ ծառայության Ռուսաստանի բոլոր հենակետերը հայ-ադրբեջանական սահմանից 17+2 19 սահմանային հենակետեր 2024 թվականի ընթացքում Տաուշի մարզից եւ Սյունիքի մարզից Սյունիքում 2 տեղերից Գորիսից եւ Սիսիանի օդանավականից դուրս են բերվել 102 ռազմաբազայի ժամանակավոր տեղակայումները սրանք դեռ այն չի որ պիտի անեն սա այն է ինչ որ արել են Եվ սպասվում է նորը, ընդ որում խոսում է այն մասին, որ պատրաստվում են նաև հայ-թուրքական սահմանից հեռացնել ռուսական զորքը եւ կատարել նաև Ալիևի հրահանգներից մեկը ռազմաբազան հեռացնելու մասին։ Նայեք ինչա, ուրեմն ռուսական սահմանապահ ծառայությունը, որը իրականացնում է պետական սահմանի պահպանություն Հայաստանի եւ Թուրքիայի եւ Հայաստան-Իրանի սահմանների, նրանց գործունեությունը կարգավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրով։ Այդ պայմանագիրը մի հոդված ունի, որով ասում է, որ Ռուսաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերը իրենց գործունեությամբ առաջնորդվում են Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի, Իրանի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջև պետական սահմանի մասին կնքված միջազգային պայմանագրերով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով։ Այսինքն Հայաստանը այդ պայմանագիրը ստորագրելով ընդունում է Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջև մասնավորապես կնքված պետական սահմանի մասին միջազգային պայմանագրի իրավազորությունը։ Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային իրավունքում Խորհրդային Միության իրավահաջորդը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը եւ իրավունքների եւ պարտավորությունների մասով, այսինքն ԽՍՀՄ եւ Թուրքիա պետական սահմանի մասին համաձայնագիրը հիմա պաշտոնապես համարվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կնքված սահմանի մասին համաձայնագիր։ Հիմա եթե ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերվեն Հայաստանի տարածքից, աստիճանաբար իրանք դուրս են բերվում։ Նշանակում է չեղարկվելու է նաեւ այդ պայմանագիրը։ Եթե այդ պայմանագիրը չեղարկվեց եւ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկա առանձին պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այդպիսի պայմանագիր չկա։ Եվ Թուրքիան էլ ոնց որ թե չի պատրաստում Հայաստանի հետ որևէ պայմանագիր կնքել։ Թուրքիա մի երկիր է, որը Հայաստանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Այդ նշանակում է, որ ռուսական սահմանապահներն այստեղից հանելուց հետո հայ-թուրքական պաշտոնական սահմանը իրավական իմաստով վերանալու է։ Այսինքն ինչ ենք ստանում դրա Այսինքն ինչ ստանում ենք, որ Թուրքիան իր զորքերը առաջաբերում եւ օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածք, ինչ որ ինքը նպատակահարմար է գտնում։ Եվ անգամ Հայաստանը որպես ՄԱԿ անդամ պետություն իզորու չի լինի, հա, ասենք հայտարարությամբ հանդես գալ, որ օկուպացվում է հարևան պետության կողմից, որովհետեւ չկա ճանաչված սահման։ Կարող ենք այդպես ասել։ Վստահ կարող եք այդպես ասել, որովհետեւ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ ինչ փաստաթղթով է, Հայաստան պետությունը երբ է ստեղծվել, ինչով է ստեղծվել։ 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագրով։ Բայց հիմա որ Իլհամ Ալիևի պահանջով, որ հռչակագիրը հանում են Հայաստանի սահմանադրությունից, կորցնում են դրա իրավական արժեքը, ելի ՄԱԿ-ի անդամ երկիր է։ Հայաստանը որպես պետություն վերանում է իր որոշմամբ Հայաստանի իշխանությունների որոշմամբ, որը հեսա բերել է կապը, երբ ասվում է այդ փաստի հետ, այդ հանգամանքի հետ գործում ենք։ Դե իրենք կորոշեն վիլայեթը ինչ կարգավիճակում կլինի, Թուրքիան ասեք օկուպացնա, հիմա Ադրբեջանը որ զավթել է Արցախը։ Ինքը օրինակ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ վարչական միավոր գոյություն չունի, չէ՞, կան ադմինիստրատիվ շրջաններ, որոնց որ կա Ադրբեջանի մնացած տարածքում։ Հիմա օկուպացրել են մեր երկրի այդ հատվածը եւ օկուպացիայից հետո իրենք են որոշում դրա ճակատագիրը։ Հիմա հայ-թուրքական սահմանը վերանալուց հետո, երբ որ թուրքիական ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ զավթեն մեր երկիրը, որը վերացվելու է, իրենք կորոշեն այդ երկիրը նոր կարող է նոր երկիր ստեղծեն, անունը որոշել են, չէ՞։ Արևմտյան Ադրբեջանը ոնց որ թե հենց այդ է։ Այո, արդեն ասում է, որ այդ արևմտյան Ադրբեջան ասվածը իրականում 60%-ից ավելի Հայաստանի Հանրապետության տարածքներն են։ Չէ, Ադրբեջան։ Ավելին։ Ձեր լավատեսությունը հիմնավորում չունի։ Նույնիսկ դա կարելի է համարել 60-70%-ը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ
Հիմա է հանդիսանում ադրբեջանապատկան։ Հիմա է դա 60, խոսքը վերաբերում այն 30-ից 40%-ին, որը որ եթե վերանում է հայ-թուրքական սահմանը, այն էլ արդեն կունենա թուրքական պատկանելություն։ Այս տարածքի վրա այլևս հայկական որևէ պետական կազմավորում գոյություն չի ունենա։ Ոնց որ վերացել է Արցախի հանրապետությունը, ի՞նչ տարբերություն։ Մի պահ Լավրովյան այցը թողնենք, ես ուզում եմ անցում անել օրեր առաջ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Ալբանիայի մայրաքաղաքում, եւ մենք այնտեղ մի պատկերի ականատես եղանք, քիչ է ասել, հա, հայ արժանապատվության ոչնչացման հետ։ Եթե քաղաքական ասպեկտում գնահատենք, թե մենք ինչ երևույթի հետ, հա, գործ ունեցանք, ես ուղղակի նախ մեկ կարճ հիշեցում 2022 թվական այդ նույն հարթակում Պրահայում տեղի ունեցած այդ նույն Մակրոն, Միշել Շոլց, եւ Շոլցը չկար Պրահայում։ Շոլցն էր երևի 5-ակը չէ, Փաշինյան։ Գրանադայում էին Շոլցը։ Պրահայում ամեն դեպքում Էմանուել Մակրոն, Շարլ Միշել, Ալիև, այո, եւ Ալիև Փաշինյան, այո, եւ փաստորեն այդ հանդիպումից հետո նույն հարթակը ուղղակի ուզում եմ արձանագրել այս փաստը, այդ նույն հարթակում հանդիպումից հետո Փաշինյանը վեր կացավ եւ հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ դրանից հետո, ինչպես ասում են, ձնագունդը գնաց, գլորվեց, հասավ նրան, որ ունենք հայաթափված Արցախ։ Հիմա բոլորիս մոտ այդ հանդիպումից հետո Ալբանիայում կայացած կա այն մտավախությունը եւ այն կադրերը, որ մենք տեսանք, ինչպես էր ձեռքով կանչում Էրդողանը, Ալիևն ասում էր մի քիչ սպասի, բանակցությունները վերջացնեմ, հետո կգամ իրար հետ սուրճ կխմենք։ Այդ հիմար վիճակը ուրիշ բառ չես գտնում ասելու, ներողություն եմ խնդրում իմ բառի համար, բայց այդ միջանցքային այդ հանդիպումները, որ խիստ այսպես ոգևորված էր Նիկոլ Փաշինյանը այդ ջերմ, այսպես կոչված հանդիպումներից, ինձ մոտ եւ ցանկացած նորմալ վերլուծող հայի մոտ այն տպավորությունն էր, որ նա նորից գնում է զիջումների, այս անգամ Զանգեզուրի միջանցք, Հայաստանը ամբողջ եւ ձեր ասած այդ վիլայեթացման գործընթացի ականատեսը մենք եղանք Ալբանիայում։ Ձեր գնահատականը կուզեմ լսել։ Նախ այն ինչի նպատակով որ ինքը գնացել էր Ալբանիա, ինչպես դուք արդարացիորեն ճիշտ նշեցիք, դա եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարների, առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումն է, 6-րդ հանդիպումը։ Այդ հանդիպումների շարքը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, ոնց որ դուք նշեցիք, Պրահայում ա եղել առաջին անգամ։ Այսինքն, եթե ժամանակագրորեն նայեք, դա ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էր։ Ռուս-ուկրաինական պատերազմը սկսել է փետրվարին, դրանից հետո այդ ձևաչափում, որը ոչ մի միջազգային կազմակերպության ձևաչափ չէ, այսինքն դա Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպում չի, դա ԵԱՀԿ-ի ղեկավարներ, որը ուղղակի եվրոպական համայնքի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում, որը իսկի պարզել չի, որ երկրներից պիտի գան, ով պիտի չգա, որ գնում ես ինչ ալնում, որ չես գա, ոչ պաշտոնական հանդիպում, այսինքն կարելի է նաև այնտեղ հանգիստ չգնալ։ Այո։ Ու դա միջազգային կազմակերպություն չի, պարտավորություններ չունես եւ այլն։ Եվ դա հիմնականում ստեղծվել է 22 թվին, որպեսզի համախմբի հավաքական արևմուտքի ջանքերը եվրոպական երկրների եւ այլնի Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ, այսինքն այդ ձևաչափը իր բնույթով հակառուսական ձևաչափ է։ Այնտեղ հավաքվում են այն մարդիկ, ովքեր մտածում են, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատերազմի պայմաններում ինչ վնաս հասցնեն Ռուսաստանին։ Այդ է հիմնական նպատակը, այդ ժամկետ դրանից առաջ օրինակ 21 թվին դա չի եղել, 20 թվին է չի եղել, դրանից 22 թվի հոկտեմբերից է ստեղծվել։ Եվ այդ ձևաչափում որ սկսել է քննարկվել Լեռնային Ղարաբաղի հարցը, առաջի այսինքն հակառուսական գործողությունների տրամաբանության մեջ հոկտեմբերի 6-ին ստորագրվել է Պրահայի հայտարարությունը, որով առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իդեպ չմոռանանք, որ այդ նույն օրը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, մինչև Ալիևի այդ հանդիպում հայտարարության ստորագրումը, տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքային հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինքը 18 թվին վարչապետ ընտրվելուց հետո երբևէ չի հանդիպել Էրդողանին եւ պատերազմի ժամանակ մեղադրել է Թուրքիային եւ Էրդողանին ցեղասպանության իր մտադրությունը իրագործելու համար, ասելով, որ այս պատերազմը միայն
մեր պատերազմը չի Ադրբեջանի դեմ, դա նաև պատերազմը Թուրքիայի դեմ։ Թուրքիան գալիս է տարածաշրջան իր նպատակը մեծ Հետո ծրագիր իրականացնելու Էրդողանը համար դեկտեմբերի 9-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ մասնակցում է իրենց հաղթանակ համատեղ հաղթանակի զորահանդեսին, հետո Նիկոլ Փաշինյանը դրանից մի տարի հետո գնում է Պրահայում հանդիպում է Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Իդեպ հատկանշական է, երբ որ Էրդողանը գնում էր Փաշինյանի հետ հանդիպման, թուրք լրագրողներից մեկը նրան հարց է տալի, ասում է, պարոն նախագահ, ինչպես եք պատրաստվում վարվել հայերի հետ, գիտի որ նախագահը գնում է վարչապետի հետ Հայաստանի հանդիպան, ասում է, ինչպես որ մինչև հիմա վարվել ենք, այնպես էլ կվարվենք այսուհետ։ Այսինքն, եթե ցեղասպանությունը պետք եղե, ցեղասպանության են ենթարկել, պատերազմ ա եղել, պատերազմ են։ Թուրքական քաղաքականությունը հայերի հետ կապված չի ասում, որ մենք դրական ենք տրամադրված, ուզում ենք մոռացության տանք, չգիտեմ, անցյալի խնդիրները կառուցենք միասին։ Այն ինչ ասում է Փաշինյանը, օրինակ։ Ինքը շատ հանգիստ ասում է, ինչ որ մինչև հիմա արել ենք, դա էլ անելու ենք։ Դրանից հետո այդ նույն ձևաչափում եղել է Գրանադայի հանդիպումը Իսպանիայում, որտեղ որ էլի հայտարարություն անդում է, որին Ալիևի դեպ չէր մասնակցել։ Հիմա սա գնում է արդեն Ալբանիայում այդ հանդիպմանը, իդեպ ասեմ, որ այն ինչ որ Ալիևի հետ հանդիպում տեղի ունեցել, դա ես ասում եմ ձեզ որպես նախկին դեսպան, որպես դիվանագետ, դա ոչ մի պարագայում չի կարելի համարել որպես երկկողմ ձևաչափով հանդիպում, որովհետև երկկողմ ձևաչափով հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունները նախապես են ձեռք բերում։ Օրինակ մենք Ալբանիայում ունենք ոչ ռեզիդենտ դեսպան, որը նաև Հայաստանի դեսպանն է Հունաստանում, եւ Եվրոպական միությունում ունենք մշտական ներկայացուցիչ դեսպան, եւ եթե նախանշված էր այդ հանդիպումը, իսկ այդ հանդիպումները ամիսներ առաջ են նախանշվում, այսինքն մի օր առաջ չի իմացել, որ Ալբանիայում հանդիպումը գնացել է, չէ՞, ամիսներ առաջ արդեն գիտեն, որ հաջորդ ոչ պաշտոնա, մի տարի առաջ կիմանային։ Այդ նշանակում է, որ պետք է հանձնարարական գնար դեսպանին, որպեսզի դեսպանը Եվրամիության միջոցով կամ Ադրբեջանի դեսպանի շփումներով նախապես պլանավորեն, պայմանավորեն հանդիպում երկկողմ ձևաչափով։ Իսկ այդ հանդիպումները հանդիպում են կոչվում այն դեպքում, որ ոչ թե միջանցքում դու սուրճ խմես կամ չգիտեմ գնաք տուալետ ընդ իրար կողք կանգնած հանդիպեք, էդի կոչվի հանդիպում, շատ է որ մեկը դա նկարի։ Այլ հանդիպում պետք է նախապես պլանավորված լինի առանձին սրահը նման գագաթաժողովների ժամանակ սրահներ են առանձնացվում երկկողմ հանդիպումների համար։ Դե մենք տեսանք ինչ սրահում էր նա հանդիպում։ Դրոշներ են դրվում, պատվիրակության անդամներ են հստակեցվում, թե բացի ղեկավարներից ուրիշ օրինակ Ալբանիայի վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հանդիպում էր։ Որովհետև Ալբանիայի վարչապետը որպես հյուրընկալի երկիր կարծում եմ շատերի հետ է հանդիպել, առանձին սրահ է նախատեսված, սեղանները դրած են, դրոշները դրած են, հանդիպումներից մեկում, եթե չեմ սխալվում, Նիդերլանդների ղեկավարի հետ դրոշը թավշտիկով էր հայկական։ Պատվիրակության կազմում պետական արարողակարգի ծառայության պետն է, որ ասենք փող է ստանում, հատուկ գնացել է մենակ այդ բանի համար, որ այդ հանդիպումը կազմակերպի արարողակարգի պահանջների հետ, եթե նրա ներկայությամբ Հայաստանի դրոշը սխալ է դրած, այդ ուզում եմ հասկանամ Այդ ինչ է։ Ինքը ովանդ է իր գործունեությունը։ Դուք փորձ ունեցող մարդ եք, դա ինչ է։ Պատահականություն է, չէ։ Անփութություն, ասենք, ես չեմ կարծում, որ որևէ մեկը հատուկ է։ Այդ տեխնիկական անձնակազմ կա, որ դրոշները դրան դրոշի հետ կապված էլի եղել, դեպքերպես թարս դեռնելու պատմություններ։ Էլի է եղել, հիմա դեմ ասենք թե կարող է ալբանացի մի հատ աշխատակից, այդ սրահի աշխատակիցը շատ չի մանում Հայաստանի դրոշի գույների հերթականությունը։ Իսկ մենք սխալ է, բայց եմ ասում, պետական արարողակարգի ծառայության պետ արտաքին գործերի նախարարության, որ հատուկ գործող փող է ստացել, օր $200 փող է ստացել, գնացել ես ընդ։ Այո։ Էլ դու ինչի համար ես ընդ գնացել, որ դրոշի դասավորությունը դու չես կարող պարզես, ել չեմ ասում մնացած արարողակարգային դեպ։ Ալիևի հետ երկկողմ ձևաչափով հանդիպում չի ելել։ Միջանցքում այնտեղ ասենք մոտենում է, ասում առանձին մի հատ հանդիպենք զրուցենք, նայել ասում ռադիտկաշի գնա, ես իմաց բաց չտերում ես նոր բանը լուրջ մարդկանց հետ եմ խոսում, ինչ ես եկենք այն բանը խոսքը ոչ մի կենթանանու չեմ ուզում, տա մահագի մարդ շուն է պահում, հանգարց չվիրավորի։ Ոնց որ ասեցի։ Չէ, խնդիր մի ստեղծեք ձեզ համար, պարոն Ղազարյան, սրված հետևում է այս իշխանությունը ընդդիմության ամեն մի խոսքից բռնելու համար լավ գիտեք, էլի։ Վիճակն եմ ասում, հիմա իր վիճակը տենց էր, ասենք երևում է, այնպես չի որ իրանք նորից եմ ասում, եթե դա երկկողմ հանդիպում է, նախապես աշխատակիցներն են պետական արարողակարգի պետը հետ դա։ Պետական արարողակարգի պետը պիտի մոտենա Ադրբեջանի պետական նախանրան պատվիրակություն ունի, չէ՞, մոտենա ասի մեր երկրի վարչապետը ձեր երկրի նախագահի հետ հանդիպում է
ուզում ունենա։ Պետք է պայմանավորվել։ Շատ հարգարժան պարոն Ղազարյան, խնդիրը հետևյալն է, այդ արարողակարգը ոչ Նիկոլ Փաշինյանին է պետք, ոչ էլ Ալիևին։ Իրանց ուղղակի պետք է, որ իրար հետ հանդիպեն։ Փաշինյանին հավանաբար պետք է, որ համոզի, խնդրի, աղաչի, մի թուղթ 2026-ին ընթառաջ խաղաղության վերնագրով ստանալու համար, իսկ նրան բնականաբար պետք է մինչև վերջ հասնել իր բոլոր պահանջների կատարմանը։ Հիմա դա արարողակարգային կլինի այդ հանդիպումը, թե ուղղակի անկապ մի բազկաթորի ու բազմոցի վրա նստած, դա էական չի։ Թեպետ մենք չենք լսել խոսքը, բայց այն ժեստերը, հետո տարածվող այդ ամեն ինչ ցույց որ զիջումներ, հերթական զիջումներ պետք է սպասենք, խնդրեմ։ Մի նկար կար, որը շատ հուսադրող էր, որ հույսեր առաջացնում, որ իսկապես կարող է դրական զարգացումներ լինեն, որ հանդիպումներից մեկի մասնակցում էր նաև Նազելի Բաղդասարյանը։ Ես կարծում եմ, որ դա կարող է էապես փոխի հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը։ Ես ուրեմն հասկանում եմ, լուսանկարչի դերում էր մասնակցում։ Ասենք, համ լուսանկարիչը մեկ է 2 րոպե հետո նա թե դու ով ես, դրա հետ ինչ կա, վարչապետի մամուլի խոսնակի, ասենք գիտեք, քանի մետր հեռու պիտի լինի ընդհանրապես այդ հանդիպումներից, ինչ գործ ունի դա պատվիրակության կազմում լինի ընդհանրապես։ Լիքը հարցեր կան, իհարկե, այնտեղ մոռացաք Մակրոնին, ոնց է այնտեղ թիկնապաներից մեկի ձեռքից Փաշինյանը արագ վերցնում անձրևանոցը եւ ինքը կատարում թիկնապահի դեր Մակրոնին առնելով անձրևանոցի տակ, այսինքն լավ մինչեւ ուր, կոշիկի շորն էլ կարա վերցնի, կոշիկները մաքրի։ Հա, բայց մինչեւ ուր էս նվաստացումը, այդ գլխարկը իր այդ ոճը, այդ իր հակու կապից սկսած, այդ նվաստացման այդ տեխնոլոգիաները մինչեւ ես պիտի մեր դեմ։ Ոնց է Էրդողանը իրանց ձեռով Հա, կանչում հետո էսպես անում գնա։ Հետո ինչ-որ նենց առհամարական մի քանի հարց է տալի, ես տենց հասկացա, որ ասում է կատարում ես Ալիևի պահանջները նորմալ մի ձեռքի ժեստել ու հետո նատուրի ժեստով էլ ասում է արդեն կարաս գնաս ու իրան ճամփելուց հետո Իլհամ Ալիևին թևանցուկ անում քայլում են զրուցում։ Այսինքն մենք հիմա եթե այսպես այդ պատկերները ամփոփիչ վերնագիր կտակ դուք դրան, հա, այդ կտավին այսպես ասենք, ինչ վերնագիր կտակ դուք տիպուկ եք։ Եթերա ինչ։ Ցավոք, անցանք առաջ։ Ես կուզեմ հիշեցնել Զախարովայի Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցչի բնորոշումները, մասնավորաբար եթե գանք այդ հակառուսական հերթական ցույցին, պաստառներ բողոքի ակցիային շատ դիպուկ էր։ Ասում է USAID-ի գումարներով, ասում է գոնե մի լավ բան կարելի էր էլի անել, ասենք մարդկանց բուժել կարելի էր, ինչ որ բան կառուցել։ Ի վերջո կարելի էր նաև նպաստել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը։ Մարդը պարզ ասում է, փող եք ստացել, եղբայր, փող եք ստացել, որպեսզի ավելի վատ բան անեք, բայց կարող եք չէ լավ բան անել։ Էլ դրանից այն կողմ, այսինքն Ռուսաստանը այսօր ակնհայտորեն շատ լավ հասկանում է, թե Հայաստանում ինչ է կատարվում եւ թե ովքեր են այսպես կոչված մեր օրակարգը թելադրողները, որովհետեւ իշխանության ղեկին այդ տեսակն է։ Հիմա այս հայտարարությունը հուսադրող էր, այսինքն ընկալումը կա, ռուսական կողմը հասկանում է ինչ է կատարվում Հայաստանում։ Դե պարզ է, Որտեղ ինչ-որ մի բան թվում էր, թե չեն հասկանում, որ մենք անցել ենք այդ 18-ի այդ Թավշյա այսպես կոչված հեղափոխության, այդ գունավոր հեղափոխության։ Քանի մարդն ընդամենը բոլորին էլ տեսանելի են, բոլորները դա ակնհայտ է, իրանք է գիտեն, մենք է գիտենք, որ դա ոչ թե մեր հասարակության մոտեցումն է, նա հասարակության, այլ ընդամենը մի փոքրիկ ստվար զանգված է մարդկանց, ընդ որում նրանք էլ այո, նրանց գործունեության ֆինանսավորումը չնայած հիմնականում թաքցնում են, բայց որն էլ որ տեսանելի է, պարզ է, որ այդ կազմակերպություններից ֆինանսավորող Իմ ասենք օրինակ Արման Բաբաջյանն է, կարա ինքը իր վերջի մի տարվա ումից ինչ փող ստացել է, հանրային գործիչ է, չէ, ասենք իր բանկային հաշվի կաղվածքը բամա ցույց տա, ասենք դրանք մարդ է, ոչ մի ոչ աշխատում է, ոչ բան, չէ։ Դա ո՞նց է ապրում, ասենք դրա փողով է տալի, ինչի հաշվին ապրում, մանավանդ ասենք ծախսերը, ասենք ենթադրենք ասում է գնում եմ Միացյալ Նահանգներ, այդ հունվարի 14-ին որ Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրվեց, Արտաքին գործերի նախարարը հայտարարություն չէր արել, որ դες փաստաթուղթը ինքը գնացել էր հանրային հեռուստաընկերություն, նախարարից շուտ գիտի, թե Հայաստանի եւ Ադրբեջանը Միացյալ Նահանգների մեջ ինչ փաստաթուղթ է պատրաստում ստորագրել դրա, իսկ դա որտես պիտի իմանա, չէ, Հայաստանում այսքան կուսակցություն կա։ Այդ կուսակցությունների ղեկավարները իսկ չգիտեն Հայաստանի արտգործնախարարը ինչ փաստաթուղթ ստորագրի որ երկրի հետ։ Ասենք ո՞նց է դրա մասին։
իմանում, ով է դրան տեղեկացնում։ Նշանակում է, այս ոչ պաշտոնական Այո, աշխատակից է գալիս է ինֆորմացիայի կառավարության բաներ, ասենք Վաշինգտոնա գնում, ասենք Վաշինգտոն գնալ գալը հեշտ ոչ մի օթանավի տոմսը $900, 1000-ից ավել շատ կլինի։ Ասենք դրա փորնող տվեց, ով գնաց, որտուց գնաց, որտուց եկավ, չէ։ Ահազարան, դուք հիշում եք մի առիթով ես հիմա կդժվարանամ հիշել, միասին հիշենք, արդեն վարչապետ էր Նիկոլ Փաշինյանը, հա, կարծեմ, որ արդեն վարչապետ էր եւ Արման Բաբաջանյանը ինչ որ այսպես հայտարարություն հնչեցրեց խորհրդարանի ամբիոնի մոտ եւ ստացավ Փաշինյանից հետեւյալ գնահատականը գործակալի քաղաքականություն եք իրականացնում, հա, դե բառացի չեմ ասում, այսինքն այնպես չի որ իրենք էլ լավ գիտեն ում հետ են համագործակցում, խորհրդատուն այդ մարդն է իր արդեն Եվրաքվետ նախաձեռնությունը, չէ, ասենք որ նայում ես ովքեր են, այնտեղ մի հատ իրավունքի Եվրոպա հասարակական կազմակերպություն կա։ Խզմալյանն էր։ Չէ, Տիգրան Եգորյանն էր, ինքը Վահե Գրիգորյանը երբ որ դարձավ դատավոր, Վահե Գրիգորյանը ինչ-որ նրանց ամուսնության քավորն է, ասենք, ինքը դարձավ Վահե Գրիգորյանի փոխարեն այդ մարտի 1-ի բանի գործերով փաստաբան, մինչև այդ Վահե Գրիգորյանն էր զբաղվում, կինը դարձավ այդ կազմակերպության նախագահ, ամուսիններ է, ու դրանից հետո, այդ փոփոխություններից հետո, սրանք Նիդերլանդների կառավարությունից, Եվրոպական միությունից գրանտներ են շահում, քիչ ես հասկանում մրցույթը երբ եղավ, իրանցից բացելով էր, ու սկսում է սահմանադրական դատանում ծրագրեր իրականացնել։ Այդ նույն մարդու նույն դատավորին նկարել, չգիտեմ, տեսանյութեր պատրաստել, հրապարակել, վերապատրաստումներ անել, որտեղ խոսքը բանը 1000 եվրոյի մասին չի էլի։ Հիմա ֆինանսավորումները ստանում եկել այդ մեն ասում են մենք բան ենք, այս գաղափարի կողմը, սրանք բոլորը մի թիմ են, հիմա այո, մի ցանց է։ Բոլորի համար է տեսանելի է եւ հիմա ես չեմ կարծում որ դրանց այսօր ասենք այդ ջրավազանի մեջ երկու հոգու հայտնվելուց հետո պիտի ինչ-որ Լավրովի տրամադրության կամ հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություններ։ Ամեն դեպքում բացական հիմա ասենք թե որ նայում ես թե հաստում է այն մասին, թե նույն Լավրովը ասենք այլ երկրներ գնալուց, որոնց հետ իրանք Ռուսաստանը ոչ դաշնակիցներ են, ոչ sense ուղիղ շահերով կապված են, չէ, ասենք նայում ես այնտեղ ինչ ընդունելության են արժանացնում, ինչ հարաբերությունը, ինչ առանձնակի ջոխություն են հայտնում այդ ընդունելություններին։ Բայց դա տենց է, որոնք ոչ միայն Ռուսաստանի, նույն երբ ասենք օրինակ եթե Հայաստան այցելի ԱՄՆ պետքարտուղարը, ես չեմ կարծում որ ինչ-որ մեկը պետքա գնա եւ նրա այցի ժամանակ ասենք հակաամերիկյան բաներ անի, որովհետեւ Միացյալ Նահանգները նրանց հետ մեր հարաբերությունները այնպեսին չի ինչպեսին Ռուսաստան, բայց Միացյալ Նահանգները մեզ բարեկամ երկիրը անդեղել են մեր հայրենակիցները ապրում ենք նրանց հետ նորմալ հարաբերություններ ունենք ԵԱԿ Մինսկի համանախագահ երկիրը ասենք բարեկամ երկիր է նման բողոքակցիա կպատկերացնեք ես օրինակ անգամ ռուսամետ քաղաքական գործիչները չեն թույլ տալիս նույնքան տահաճ կլինի այդ ամեն ինչը տեսնել ինչպես որ արվում է այս դեպքում իհարկե որովհետև պարոն Ղազարյան, այդ խնդիրը ամբողջությամբ հետևյալն է, որ այդ տեսակի մարդիկ, նույնիսկ ասենք, որոնք մարդիկ ովքեր կարևորում են ռուսական դերակատարումը Հայաստանում, իրենք առաջնորդվում են պետական շահերով, իրենք մտածում են երկրին կվնասեմ, թե չէ, որ գնացի մարդասպան կոչեցի Պուտինին, դրանով ինչով օգնեցի իմ երկրին, այդ հարցն է, որ իրենք չեն տալիս, դե Զախարովն էլ ճիշտ նկատել է, որ գումարները, դե գնացեք տեսեք ինչքան գումարներ են ստանում, դա է, այսինքն շարժիչ ուժը դա է, փողն է, որ գալիս է դրսից։ Անցնենք առաջ, ես կխնդրեի իհարկե մենք առանձնապես ծանոթ չենք այս պահին ընթացող ասուլիսի բովանդակությանը, բայց ես կուզեմ հետևյալ հարցով, որովհետև պաշտոնական լրահոսում օրինակ ասվում էր, որ գալիս է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական նաև հարաբերությունների հետ կապված քննարկում է լինելու, հա, հանդիպման ընթացքում Լավրով Արարատ Միրզոյան, ես կուզեմ հետևյալը շեշտադրենք, Ռուսաստանը հստակ արդեն գիտակցում է, պարոն Ղազարյան, կարծում եմ, որ ինքը կորցնում է նաև Հայաստանը, կորցնում է, եւ եթե սրանք մնան 2026-ին եւս իշխանության ղեկին, վերջնականապես կատարվելու է այն, ինչ հիմա մենք ասացինք, սահմանի բացում, 102-րդ ռազմաբազայի, Ռուսաստանի ընդհանրապես հեռացում, ի վերջո 18 թվականին 3 կետեր էին, չէ, Արցախի հանձնում, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացում, այդ կետերի իրականացման փուլերի
ընթացքի մեջ ենք։ Սա գիտակցվում է ի վերջո վերջնականապես Ռուսաստանի կողմից, որ կորցնում է Հայաստանը որպես դաշնակից պետություն։ Առավել կան վստահ եմ, որ Ռուսաստանում որոշումներ կայացնող մարդիկ շատ լավ են գիտակցում իրենց երկրի շահերը եւ Էդգար Ղազարն ու Արմենե Սիմոնյանը չի որ պիտի Հայք Նյուզի տաղավարում նստեն ու Ռուսաստանի դարդը քաշեն։ Չէ, Ռուսաստանի դարդը չեմ քաշում, այդտեղ իմ երկրի դարդն է, ինձ մտահոգում է դա, թե ինչ է լինելու։ Իրենց շահերը շատ լավ պատկերացնում են, շատ լավ գիտեն, ես վստահ եմ, որ նաև իրավիճակը մեր տարածաշրջանում շատ սթափ գնահատում են, անգամ եթե որոշակի բացասական միտումներ կան, արձանագրումներ կան, որոնք փաստ են, ասենք ոնց կարող է ռուսները ցանկանային, որ իրանք կորցնեին իրենց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, երբ որ արդեն իրենց նախագահի որոշումներ, որ այնտեղ պետք է խաղապահ զորամիավորում տեղակայվեր եւ հələ ըստ իրենց նախագահի ստորագրած փաստաթղթի առնվազն մինչեւ այս տարվա նոյեմբեր նրանք պիտի այնտեղ լինեին։ Բայց նրանք այնտեղ չեն, պարզա որ իրենց կայացրած որոշումից հետ նահանջ է, այսինքն իրենց որտեղ իրենց որոշումները շահերով են, չէ՞ կայացվում։ Հիմա այդ որոշումը կայացվել է եւ դա իրականություն չի, նշանակում է իրենք կորցրել են, եթե իրենք որոշում են կայացրել համաձայնություն են տվել տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, իրենց սահմանը, եւ հիմա իրենք այնտեղ չեն, դա հետ նահանջ է, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, որի տարածքում իրենք ռազմաբազա ունեն, ՀԱՊԿ-ում դադարեցրել է իր փաստացի գործունեությունը, դա հետ հիմա իրենք ո՞նց կարող է այդ ամեն ինչը չտեսնեն, չհասկանան, չգիտեն։ Բայց դա ասենք մեծ երկիր է, հիմա ասենք թե միգուցե ժամանակավոր հիմա կորսեն իրենց ազդեցությունը Հայաստանում։ Հետո ասենք ինչ որ ռուսնա դա իր կյանքի վրա, իր գործունեության վրա դա զգալու։ Դա կանդրադառնա մեր փոքր երկրի վրա, բայց ոչ մեծ պետության։ Իրանք մեծ երկիր են, իրանք ասենք գիտեն չմեռնող երկիր է դա, այսինքն իրենք իրենց որոշումները մի տարվա կամ երկու տարվա համար չեն կայացնում։ Հիմա ասենք թե տենց է հանգամանքների բերումով չեն պատերազմելու։ Չէ, հիմա կորցնում են իրենց տեղ ազդեցությունը, Թուրքիան, Ադրբեջանն է մեծացնում իր ազդեցությունը, դե հիմա ինչ արած։ Ժամանակ կանցնի 50 տարի հետո կվերականգնեն, ինչ պարտադիր է 5 ամիս հետո վերականգնեն։ Այսինքն եթե իրենց տեսանկյունից ես նայեմ, իրանք նենց առանձնապես Հայաստանը ինչ նշան է, մենք ենք ստից դրել, ու ոչ միայն Ռուսաստանի համար։ Նույնիսկ տեսեք Եվրամիությունը ինչ վերաբերմունք ունի։ Ինչ ես կա, ասենք, ոչ այնպես մեծ շուկա է, որ մտածեն իրանք պիտի բերեն ստե ապրանք վաճառեն, բիզնես անեն, ոչ ընդերքի հարստություն ունես, ոչ նավթ ունես, ոչ օգտակար հանածոներ ունես, որ ասես ոչ այնպես ապրանքներ ու ծառայություններ ես արտադրում, որ մենակ ստե է արտադրվում, իմանան դրա հետ հաշվի նստեն եւ Բայց Հայաստանը այդ ամեն ինչը 30 տարի է չի եղել նույն վիճակում, բայց գործոն ա եղել, պան Ղազարյան։ Գործոն ա եղել Արցախով, գործոն ա եղել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացով, այդ բոլոր գործոններից այս մարդիկ հրաժարվում են։ Դրանցից ոչ մեկը չկա, դրա համար հիմա ոչ մեկը Հայաստանին էլ հաշվի չի նստում։ Հիմա Ռուսաստանը միայն Հայաստանի հետ չի հարաբերություններ անում։ Ռուսաստանը հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանը նույն Ադրբեջանի հետ, որ Ռուսաստանը Ադրբեջանի թշնամի չի։ Բարեկամ երկրներ են 22 թվին նույնիսկ Միութենական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ մեկ թշնամանում են, մեկ բարեկամանում են, չէ՞, մեկ թուրքերը օդանավ են խփում ռուսական, մեկ դեսպան են սպանում, մեկ հարաբերություններ է սառեցում, մեկ Թուրքիայի նշանակությունն է մեծանում։ Այսօր Ուկրաինայի ճակատագիրը որոշում է Թուրքիայում։ Թուրքիան է հանդիսացել այն հարթակը, որտեղ որ հյուրընկալում է բանակցություններ, հյուրընկալում է պատվիրակություններ, բա ուկրաինական խնդիրները Ռուսաստանի համար այսօր ունի կենսական կարևոր նշանակություն։ Այո, դա ինչը մենք հաշվի կարծես չենք առնում։ Մեր խնդիրն է, որ մենք դա գիտակցենք, մենք մեր հարաբերությունները կարողանանք նորմալ շահեկան զարգացնենք եւ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ եւ Եվրամիության հետ եւ միացի սրանք բոլորի հետ հարաբերությունները փչած ձեզ թվում է թե ինքը որ գնացել էր Ալբանիա Իրանը տենց հա դե parza խոտ չեն ծեծելու չէ եկել է էլի հիմա ասենք բայց դրան ով անդել լուրջ վեր ասենք միակ մարտն է եղել այդ բոլոր պետությունների ղեկավարներից որ մայիսի 9-ի շքերթին մասնակցել է միակը
Այն դեպքում, երբ որ Եվրամիության ղեկավարներն ասել են, այս մայիսի հատկապես այս տարվա մայիսի 9-ի շքերթի մասնակցության նկատմամբ մենք ունենալու ենք վերաբերմունք։ Դե դրան այն որ զորախումբ չուղարկեց, փորձեց գնացել էր Մոսկվա, ամպերի պես մերժված ընդեր նստած, ոչ երեսին նայող կար, ոչ բարևող կար, չէ՞, Չինաստանի նախագահ մոտենում, ոչ երեսին, այսինքն մի հատ ընդեղ ինքը ընդե մերժված են, կարելոք ծախող գլխակ դրե գնացել ընդե բոլորից մերժված վերընկել, նույն ձև եկե գնացել, նույն ոչ մի տեղը դրան լուրջ չեն ընդունում, լուրջ չեն վերաբերվում։ Դե դրանից տուժում է բնականաբար մեր երկիրը։ Ես հիմա օրինակ կարդում եմ վերնագրերը, Միրզոյան օրինակ ասել է ջերմուկի հարցում մեր ռազմավարական գործընկերոջ դիրքորոշումները դաշնակցի ռազմավարական դաշնակցի մեզ համար գոհացուցիչ չեն։ Այսինքն այսպես անընդհատ էլի կներեք այդ բառը պիտի օգտագործեմ մուննատ գալու դիրքերից են կարծես նորից հայկական կողմը հանդես գալիս, բայց այստեղ Մոսկվան հետաքրքրված է Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ, սա Լավրովն է հայտարարում, պատրաստ է համագործակցել, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ իր սուվերեն տարածքի պաշտպանության հարցում, սա էլ Լավրովի կողմից են հնչում, այսինքն լսում, որ հնչել է, այսինքն եթե մենք փորձենք այսպես հասկանալ, հիմա Ռուսաստանի օրակարգում որքանով կա Հայաստանը, ես այսպես պիտի արդեն հարցնեմ, որքանով է նրան հետաքրքրում Հայաստան պետության գոյությունը նաև ռուսական շահերի դաշտում, հա, ես ուզում եմ հասկանալ, պարոն Ղազարյան, ինչ իրավիճակ է այս առումով, որքանով ենք մենք հետաքրքրում ռուսներին, այսպես գուցե նաև ձևակերպեմ։ Հետաքրքրելը պարզավոր հետաքրքրում ենք պետությունն, որ այդ Ռուսաստանը ունի երկկողմ բազմակողմ հարաբերություններ։ Ի վերջո տարածաշրջանում միակ պետություն ենք, որ ռազմաբազան էստեղ է, չէ՞։ Ռազմաբազա, այստեղ երկու ստացիոնար ներկայություն կա։ Քիչ առաջ խոսում ենք սահմանապահ ծառայության մասին, դա ռազմաբազայի հետ կապ չունի։ Ասենք սահմանապահ զորքերը դրանք պաշտպանության նախարարության չեն ընդգրկում, դրանք ենթարկվում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ՖՍԲ-ի ենթակայություն ունեն, այսինքն Ռուսաստանը Հայաստանում այս բան երկու ստացիոնար ռազմական ներկայություն ունի։ Դրանից բացի ԱՊՀ անդամ երկիր ենք, չեմ ասում ԵՀԿ-ն, ՄԱԿ-ը մնացած միջազգային ռեգիոնալ իմաստով ԱՊՀ անդամ երկիր ենք, ԵԱՏՄ տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ-ի անդամ է, տարածաշրջանի միակ երկիրն է, որը ՀԱՊԿ-ի անդամ է։ Այսինքն կապերն այնքան շատ են, որ այդպես միանգամից կտրելը, ես չգիտեմ Հայաստանը ինչ ցնցումների է ենթարկվելու։ Ասենք ոնց կարա Ռուսաստանը հետաքրքրություններ չունենա Ղազախստանի հետ, որ այդ թվարկածից բոլոր ձևերով կապերով կապված է, չէ՞, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Նույն կերպ եթե Հայաստանն էլ այդ նույն կարգավիճակն ունի, հիմա մեծ է փոքր է երկիրը ուրիշ հարց է, բայց հետաքրքրությունները կա։ Բայց հիմա եթե պետությունը ինքը իր մոտեցումը փոխում, ասում է ես ՀԱՊԿ-ում իմ գործունեությունը դադարեցնում եմ։ Եվ այն Ռուսաստանը չի գալու մեզ խնդրի ասի, գիտես ինչ չէ, մի դադարեցրու, խնդրում ենք էլի, ասենք հիմա Հայաստանն էլ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի անվտանգության համար դա սպառնալիք է։ Պարոն Ղազարյան, ես ուզում եմ ուղղակի հիշեցնել եւ անցնենք առաջ հետեւյալ այս հատվածը եզրափակելով Միրզոյանը 1 օր առաջ երեկ էր, հա, այդ դեսպանների հետ Հայաստանում կայացած քննարկում, այո, եւ անդամ դեսպանների հետ, այսպիսի մի իր ելույթում այսպիսի միտք ասեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլև երկրի անկախությունը անկախության ինքնիշխանության հենասյուներից մեկը։ Հա, սա ես ձեր դեմքից հասկացա, որովհետև արդեն հոգնել ենք, չէ՞, այս բաստիոնի ձևակերպումներից։ Ժողովրդավարության Հայաստանը դարձել է ամենահետամնաց բռնապետություններից մեկը։ Ժողովրդավարության սահմանումները Արարատ Միրզոյանը չի տվել։ Ժողովրդավարությունը արտահայտվում է ժողովրդավարության ինստիտուտների ֆունկցիոնալ գործունեությամբ։ Ժողովրդավարության գլխավոր ինստիտուտներից մեկն է խոսքի ազատությունը։ Ձեր առաջինը նստած թիրախավորված են լրագրողները։ Ձեր առաջինը նստած է մի մարդ, որը իր հրապարակային խոսքի համար համարվում է մեղադրյալ, ու տենց հազարավոր, հարյուրավոր մարդիկ։ Ժողովրդավարության գլխավոր հենասյուներից է ընտրությունները։ Երկրում էս 5 տարվա մեջ ոչ մի ընտրություն չի կա։ Բոլոր ընտրությունների նպատակարարությունը որոշում է Փաշինյանը, օրը որոշում է Փաշինյանը, ինքը մասնակցում է, ինքը հաղթում է։ Պարլամենտում Դոնթի բանաձևը խախտված է։ Ոչ մի ընդդիմադիր գործիչ պարլամենտի ղեկավար մարմիններում ընդգրկված չի, փոխնախագահ կլինի, հանձնաժողովի նախագահ կլինի։ Պարլամենտում ոչ մի քննարկումներ չի ծավալում։ Նույնիսկ Հայակվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռն 58000 քաղաքացի
ժողովրդավարության պատկերացումներով, ընդամենը մի հատ օրենքի նախագիծ են բերել 2 հոդվածանոց, ասում են քննարկեք, նույնիսկ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չեն ներառում, հարցը չեն քննարկում, բայց դա ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելու ձև է։ Լրատվամիջոցների նկատմամբ այդ բռնությունները, լրատվամիջոցներ փակելը, լրագրողների նկատմամբ ձերբակալելը, ճնշումները, ծեծելը, ազգային ժողովից հեռացնելը, ասենք տեղական ինքնակառավարումը, ամեն տեղ իշխանությունը զավթված է, տեղական իշխանությունների, կենտրոնական իշխանության մարմինների վերահսկողության։ Այո, ցանկը կարելի է իրավապահ համակարգը, դատական համակարգը, ԲԴԽ-ի նախագահը վարչապետի գրած WhatsApp-ով գործից դուրս է գալի։ Ասենք դրանից առաջ ԲԴԽ-ի նախագահը լինում է արդարադատության նախարար, ասենք քաղաքական պաշտոն զբաղեցնող, վարչապետի օգնականը դառնում է գլխավոր դատախազ։ Այդպես այդ սահմանադրական մարմինների հետ կախվածությունը, պարլամենտը իրանք նստում խոստովանում են, ասում են մենք ենթարկում ենք մեր վարչապետին։ Պատգամավոր է այն դեպքում, երբ որ սահմանադրությամբ ինքը պիտի վերահսկի կառավարությանը։ Անվստահություն այդ դրան, եթե կառավարությունը ծրագիր չի։ Խոստովանում ասում են մենք ենթարկում ենք մեր վարչապետի։ Վարչապետը պատգամավորին գրում է, ասում է պիտի մանդատը վայր դնես, ով մանդատը վայր դնում գնում է 5 միլիոն դրամանոց աշխատավարձով աշխատանք են տալի, ով չի դնում ոշխարները կապում են գլխին, տանում են դատեն։ Բայց դրա ժողովրդավարությունը, հիմա Արարատ Միրզոյանի ասելը խոչի վրա, այդ Եվրամիության դեսպաններին հավաքյասի մեր երկիրը ժողովրդավար։ Բայց գիտեք ինչն է, որ նրանք իրենց բոլոր ելույթներում դա այդպես կրկնում են, եւ հակադարձում էլ չկա, այնտեղ նստած են լսում են, ասում են ծափ են տալիս, ասում են շատ լավ է գնացեք, որտեվ իրենց բացարձակապես չի հետաքրքրում դու քո երկրում ինչ ես անում, խոշտանգում ես, կալանավորում ես, բանտարկյալներով ես, ինչ ուզում ես արա, այսինքն դա նշանակությունի ոչ Եվրամիության անդամ երկիր է, ոչ տեխնասո երկիր։ Այնա նույն Ալբանիայում հանդիպել էր Եվրամիության ղեկավարների հետ Նիկոլ Պաշտոնական հաղորդագրությունն է, մեկը չի ասում, որ մենք ուրախ ենք, որ դուք օրենք եք ընդունել, ուզում եք անդամակցեք Եվրոպական միություն։ Իսկ բանի տեղ չեն դնում։ Բայց ինքը ասեց, շնորհակալություն հայտնեց, ասում է շնորհակալ ենք Եվրամիությանը մեզ հատկացված օգնության համար։ Բայց Եվրամիությունը ինչ ողջ Եվրամիությունը օգնությունը խոստացավ 2.6 միլիարդ եվրոյի չտվին, մի հատ վրան էին խոստացել բանը հոսպիտալ շարժական հոսպիտալ դաշտային իր սարքավորները 10 միլիոն դոլար էլ չեն տվել։ Տեղ չի ասել դրա։ Չի լելու, բան Հունգարիան վետոյա դրել չեն տալու։ Լավ, բայց ուզում եմ շարունակել էլի ձեր թողտվությամբ Միրզոյանի միտքը, ասում է Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Սա Լավրովի այցից 1 օր առաջ։ Այսինքն հիմա ես ուզում եմ որ ինքը ընտրություն է կատարել դեպի Եվրոպա։ Ինչ է անում դա ունենալու համար։ Մինչև Ադրբեջանը թուրքական եղավ։ Ես դա իմիջիալոցս որպես ցավ եմ ասում, ես Եվրամիության առանցքային երկրներից մեկում դեսպան եմ եղել։ Եվ այն աղետալի վիճակը, որ կա հիմա Հայաստանի Եվրամիության հարաբերությունները, դա աննախադեպ է, ասենց անկում ենք երբեք չենք ունեցել։ Եվրամիության հետ մինչև Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ 7 տարի անցել է, վավերացված փաստաթուղթ է, եւ մեր բոլոր երկրները վավերացրել են, Եվրոպական խորհրդարանը վավերացրել է, Հայաստանի ազգային ժողովը վավերացրել է։ Թողել մի հատ կանգնի արտաքին գործերի նախարարը, մի հատ մեծ հաշվետվություն տաս տենակ է ՍԵՊԱ-ի համաձայնագրի նախատեսված դրույթներից, որն է կատարվել։ Ուսանողների փոխանակման ծրագրի Erasmus Mundus-ը պլյուսը էտի հանվել է։ Վիզաների ազատականացման առումով արտաքին գործերի փոխնախարարն լավ ասած բանա ռեգրես ունենք։ Ոչ թե այդ համաձայնագրով վաղուց պիտի վիզաների ազատականացում եղածելներ, մենք էլ Շենգեն գնալուց վիզայի կարիք չունենայինք։ Հերթերը դեսպանատներում շատացել են, վիզայի գումարների չափը, Թուրքիայի գումարները ավելացել է, մերժումները ավելացել են։ Էդի շարժունակության ծրագիրն է։ GSP+ առևտրային ռեժիմ ունենք Եվրամիության հետ, որ պիտի 7000 անուն ապրանք հայ, ոչ թե պիտի, այլ կար, մինչև 20 թիվը։ Առանց մաքսատուրքի արտահանվում էր։ Այդ GSP+-ը վերացրել են Եվրոպական միություն Հայաստանի սննդամթերք հիմնականը վերամշակող արդյունաբերության արտահանման ծավալները 4 անգամ կրճատվել է։ Հիմա ասենք եթե ուսանողները չեն կարող գնան սովորելու, բիզնեսմենները չեն կարողանում ապրանք արտահանեն, քաղաքացիները չեն կարող տեղաշարժվել, ոնց է արտահայտվում դեպի Եվրոպա մեր գնը։ Ոչ մի եվրոպական ընկերություն չկա վերազգային, ասենք Ֆրանսիան ունի հարյուրավոր ընկերություններ, խոշոր վերազգային ընկերություններ, գերմանական ընկերություններ կան, չգիտեմ, Բելգիայում կան, իսպանական ընկերություններ, որ ամբողջ աշխարհում հայտնի։ Մեկը Հայաստանում մի ինվեստիցիա չի արել, մի գործարան չեն բացել, մի խանութ չեն, մի հյուրանոց, ասենք միջազգային բրենդի մի հյուրանոց
18 թվից հետո Հայաստանում չի բացվի։ Կարամ թվարկեմ, թե ինչքանա փակվի։ Ասեք իրանց եվրոպական ելնելը ոնց է արտահայտվում, էլ լեզում եմ իմանալ։ Հիմա վաղուց պիտի մենք զգայինք, չէ՞, որ մենք ապրում ենք, ասենք Եվրամիության գործը, հա? Ելույթներով։ Խոսա, դե հելա ասենք Արադ Միրզանովը, մատ իսկ կարակ ասենք, ենթադրենք 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը չէր ելնում։ Արադ Միրզանի գոյության մասին ով էր իմանալու։ Հական Ֆիդանից բացի։ Անցնենք առաջ մեր հարցազրույցի երկրորդ հատվածում ես ուզում եմ ձեզ հետ խոսել այն թեմայի շուրջ, որը դարձել է մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, որքան էլ փորձ է արվում անտեսել, բայց փաստ է այն, որ դարձել է իմպիչմենտի մասին է խոսքս, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը դարձել է այո բոլորիս հետաքրքրությունների կիզակետում է եւ այս ընթացքում ապրիլի 28-ից դուք սկսեցիք Նարեկ Մայլյանի հետ միասին նամակները տարաք, հանձնեցիք գործընթացին բոլորս գիտենք, բոլոր լրատվամիջոցներում դուք շատ մանրակրկիտ, ինչպես խոստացել էր Նարեկ Մայլյանը եւ ինչպես խոստացել եք դուք մանրակրկիտ անընդհատ ներկայացնում եք քայլ առ քայլ ուր գնացիք, ինչ արեցիք, այո, եւ մենք գործը ունի 100%-անոց այնպես որ հա ամեն ինչ իսկապես դուք ապահովում եք ամբողջությամբ թափանցիկություն, սա երևի բացառիկ է այդ առումով, որ մեր ներքաղաքական դաշտի գործընթացները սովորաբար ստվերում, այսպես հա, տարիներ շարունակ միշտ եղել են կուլիսային, հիմա դուք հանել եք դուրս, դա ողջունելի է եւ շատ լավ է։ Ես ուզում եմ այսօրվա մեր հարցազրույցը այս թեմայի հետ կապված սկսել հետեւյալից, հա։ Պարոն Ղազարյան, ինչ քայլեր դուք արեցիք այս ընթացքում, որ ի սկզբանե Հայաստան խմբակցության ղեկավարի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, բոլոր պատգամավորների այդ խմբակցության կա այն համոզմունքը, որ դուք այս նախաձեռնությունը իրականացնում եք վարկաբեկելու համար Հայաստան խմբակցությունը, վարկաբեկելու համար երկրորդ նախագահին եւ նրան ուղղակի ընդառաջ ընտրությունների խաղից դուրս թողնելու համար։ Ինչ քայլեր եք արել, որ նման տպավորություն եք ստեղծել, կասեք։ Ես չգիտեմ, թե տպավորությունը ինչից է եղել, բայց թե ինչ քայլեր ենք արել, դա պարզ է։ Ես ձեզ մի բան ասեմ, գաղտնիք չի, ես դա մամուլում ասել եմ, մինչև հիմա ուղղակի չէի հրապարակում այդ հանդիպման բովանդակությունը, թե ինչ հարցեր է քննարկվել։ Բայց ես այս գործընթացից առաջ, այս մինչև նամակներ հանձնելը, իմ նախաձեռնությամբ հանդիպում եմ ունեցել եւ Բագրատ Սրբազանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես եւ ի պատիվ իրենց իրենքն էլ ընդունել են շատ կառուցողական նորմալ քննարկել են, իհարկե տեսակետների փոփոխություն չի եղել, այսինքն նպատակեն չէր, որ ես ինչ-որ մեկին բան համոզեի եւ բայց գնացել եք կներեք ինչի համար իրազեկելու պարզապես։ Ոչ թե, այսինքն այն ինչ որ ես հիմա անում եմ, նաեւ ես Նարեկը Մայլյան ինձ լրացուցիչ միասին ոնց որ մեկս մյուսին օգնելով, չէ, գաղափարը ընդհանուր գաղափարը պաշտպանում։ Բայց այն ինչ որ ես իմ մասով եմ ասում, ես հիմա անում եմ, ես առաջարկել եմ որ իրանք անեն։ Այսինքն ոչ թե իմ դերակատարումով լինի, այլ իրենց դերակատարումով լինի։ Այսինքն եթե մի բան կարանի քաղաքացի Էդգար Ղազարյանը, որ ջեբը դատարկ, կուսակցություն չունի, ես իմ ինչ հեղինակություն չունի, չէ, կարա նախաձեռնի անի, որ Էդգար Ղազարյանը Ռոբերտ Քոչարյանի մեկ է, իր հեղինակությամբ, իր ազդեցությամբ, չէ, ընդունում փաստացի ընդունում է, որ խորհրդանի ամենամեծ խմբակցություն Հայաստան խմբակցությունը իր կարծիքի հետ առնվազն հաշվի են նստում։ Հիմա ես ասում եմ, այն ինչ որ ես հիմա անում եմ, կարին իրանք, բայց հիմա ես չեմ հասկանում։ Ներողություն եմ խնդրում, մերժել են։ Այն նախագահ ասեմ ձեզ, ինձ ես մինչև այդ հանդիպման բովանդակությունը չէի ասում, որովհետև ասում եմ, եթե մարդիկ ինձ պատիվ են համար ընդունել, ხო չի նշանակում, որ իրավունք են տվել, որ իրենց փոխարեն ասեմ, թե իրենք ինչ էին ասում։ Իրենց կարծիքը իրենք կարան ասեն։ Եվ այդ վերջի 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նախագահն ասաց իր տեսակետը, եւ ես վստահեցնում եմ, որ դա նույն տեսակետն է, որը նաեւ ինձ ասաց, այսինքն դա իր այսինքն լուրջ չի վերաբերում իմպիչմենտի գործընթացին, որ ինքը դա նպատակարմա չի գտնում, դա ոչ մի ավել բան չեմ ասում, բառացի ինչ որ ասել է, այսինքն դա իր անկեղծ սկզբունքային մեկնաբանությունը դարձյալ նույնն է, թե ինչի լուրջ վերաբերում։ Ես դա ասում, որ եթե օրինակ ես նպատակ ունենայի նախագահին թիրախավորելու, իր դեմ գործող, կգնայի իր հետ այդ հարցը քննարկելու, տենց են անում։
Իսկ այդ դեպքում ինչու նրանց մոտ հենց դա Ես չեմ կարող հասկանալ, հիմնավորում վարկաբեկում եք, այսինքն դուք գիտեք, որ այս գործընթացը չի հասնում մինչև վերջ ավարտին։ Իրանք ասում են մեկի չենք հավաքելու այդքան։ Իրենք լավ ասում են դուք լավ գիտեք, որ ՔՊ-ն չի տալու ձայներ։ Ինչի է գալիս մեզ վարկաբեկում դնում մեզ վատ վիճակի մեջ ընտրություններից առաջ զրոյացնում վարկանիշը Ռոբերտ Քոչարյանի։ Հիմա ՔՊ-ն ինչ կանի, մենք հետի իրանց հետ չենք քննարկում։ Այդ նամակը մենք իրանց չենք գել։ Այդ նախաձեռնությունը իրանց ուղղված չի։ Այդ նախաձեռնությունը ուղղված է բոլոր պատգամավորներին, չէ՞։ Հիմա եթե մենք ՔՊ-ական պատգամավորների նամակ ենք գրել, ու ես գնում եմ հիմա ազգային ժողով, որպեսզի հանդիպեմ Ռուբեն Ռուբինյանին, նա էլ ինձ չի ընդունում, ես գործը տալիս եմ դատախազություն ընթացք, Հայաստան դաշինքը ընդ ուր է։ Ինչ կապ ունի Հայաստան։ Ես Չէ, ձեր ակնկալիքները, կներեք, պարոն Ղազարյան, իրականում ընդդիմադիր երկու խմբակցություններից պետք է լինի, չէ՞, իրենք պիտի սկսեն։ ՔՊ-ն չի վերել, թե պետք է ունեցավ մի շատ տարօրինակ բան։ ՔՊ-ից հեռացած երկու անձիկ սկսեցին, բայց դա էլ պիտի հասկանալ ինչու դա արեցին։ Մի տեսակ վարկաբեկման գործընթացը վարկաբեկման նպատակ հակառակը ամենատրամաբանականն է, որ դա ՔՊ-ով ընտրված պատգամավորներն անեն։ Որովհետև մենք մեր հիմնական սահմանադրաիրավական կարգավորները առողջ տրամաբանությունը թողել ենք մի կողմ, գոյություն ունեցող ապօրինության սահմանադրական կարգի տապալման փաստը արձանագրում ենք որպես իրականություն եւ ասում ենք բերեք այդ իրականության հետ հաշտվենք։ Ես էլ չեմ հաշտվում դրա հետ։ Բայց օրինակ ինչի՞ է տրամաբանական, որ ՔՊ-ից ընտրված պատգամավորներն են նախաձեռնել Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Պասլյանը։ Հեռացած, շեշտենք դա, ՔՊ-ում մնացած որևէ մեկը ռիսկ կաներ այդ քայլին գնալ։ Ոչ թե ռիսկ պիտի անի, այլ պարտավոր անի, ես հենց այդ եմ ասում։ Բայց ՔՊ-ում այդ պատգամավորներն են, այդ որակն է, պարոն, բայց այդ որակն է, հա։ Այսինքն հիմա ինձ հետաքրքիր է թե Էմա Պալյանը ոնց է դառել, Էմա Պալյան։ Լսել եք դες բան։ Չէ։ Ամուսնուն ընդունել ազգային ժողովում իրան օգնական, աղբերը Գյումրիում մի հատ գրախանութ ունի, սա դպրոցներից են արում։ Հիմա ես պիտի Էմա Պալյանի կարծիքի հետ հաշտվեմ, ասեմ դե հիմա Էմա Պալյանն է տենց է, ցեղով եկել են, լսվել են, փող են աշխատում, հա։ Պիտի մենք պիտի բոլորս հաշտվենք, դե տենում եք տենց է, հիմա դու չես տենա, որ Էմա Պալյանն է տենց է։ Տենում եմ, հետո Ես հիմա գնում եմ, ասում եմ Էմա Պալյան, արիստե, չի գալի, տվել եմ դատախազություն։ Գալու է, ճար չունի։ Ասում Էմա Պալյան, դու ոնց ես դառել պատգամավոր։ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Դուք անտրամաբանական հակասահմանադրական երևույթները փորձում եք ինձ, ոչ տես չի եղել։ Գիտեք ոնց է եղել։ Եղել է ընտրություն։ Ընտրություններում մեր երկրում գոյություն ունի Համամասնական ընտրական համակարգ։ Համամասնական ընտրական համակարգում տեխնացուն Նիկոլ Փաշինյանը չի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Կուսակցությունն էլ ունենում է նախընտրական ծրագիր։ Եթե ծրագիրը չունենա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցի այդ կուսակցությանը։ Էմա Պալյանն էլ, չգիտեմ, Ալխազ Ղազարյանն էլ, չգիտեմ, ինչա, Վահագ Ալեքսանյան, դրանք բոլորը ընդգրկված են եղել այդ կուսակցության ցանկում, որպես պատգամավորի տեխնացու։ Մարդիկ քվեարկել են իրենց կուսակցության օգտին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դուք քաղաքական տեսանկյունից լիովին ճիշտ եք ասում։ Հիմա դուք ասում եք, գիտեք ինչ է ճիշտը դրեք մի կողմ։ Ասում գործ ունենք իրական դասական քաղաքական իրավիճակի հետ։ Հետո Այսինքն եթե այդ իրական սահմանադրական կարգավորումները խախտվել են մեր երկրում, մենք ինչ պիտի անենք, ասենք իրատես գտնվեք, հասկացեք որ խախտվել է, նստեք, սպասեք, թող խախտեն ձեր երեխեքին տանեն, սպանեն ձեր երկիրը հանձնեն թշնամուն, ես ինչ սպասենք 2026-ին։ Հետո սպասենք որ ինչ լինի, 2021-ին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ամենաշատ քվեն ստացել ՔՊ-ից հետո։ Ճիշտ է 21 թվին։ Փաստա, չէ՞։ Ընդդիմությունից, այո։ Չէ, ընդհանրապես ամենաշատ քվեն 21 թվին ստացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երկրորդ տեղում եղել է Հայաստան դաշինքը։ Հաղթել են ընտրություններին։ Իշխանություն են։ Բայց հիմա որ սպասեն 26 թվին, պիտի հաղթեն, պիտի, այսինքն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասում են Փաշինյանի ռեյտինգը եւ կարող է իրանցը բարձրացել է, հա։ Բայց իրանց ինչ է։ Դա կարևոր հարցն է։ Հիմա ասենք թե փաստ է ըստ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների, ես էլ եմ ընդունում այդ փաստը, որ ընդդիմադիր դիրքավորում ունեցող քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշը կարող ունենա Ռոբերտ Քոչարյանը։
Նորմալ է։ Հիմա ասենք եթե բոլորս ընդդիմադիր գործիչներ ենք, խո պարտադիր չի բոլորս նույն չափի վարկանիշ, մեկը մի քիչ բարձրանում, մեկը մի քիչ ցածրանում, չէ՞։ Հիմա ընդդիմադիր գործիչներից ամենաբարձրը ունի Քոչարյանը, ինչքան է։ 8%։ Խո 50 չի, խո 60 չի, խո 70 չի։ Ասենք հիմա գնացին մասնակցին ընտրության, իր 8% վարկանիշով ստացավ 8% քվե, 101 падգամավորից 9 դարձավ իր գլխավորած դաշինքից падգամավոր։ Տարան նստածին ազգային ժողովի վերջի շարքին ձեռ առել, ոնց որ հիմա են անում։ Դրա օգուտը ո՞րն է։ Պրագմատիկն է։ Պրագմատիկով ես եկեթե ինքը իր 8%-ով քաղաքի, մենակ իր առաջադրման ֆակտորը կարող է հերիքա, որ Նիկոլ Փաշինյանը 18 հավաքի։ Իրան կբերի 8, դրան 18։ Ոնց որ արել է մինչև հիմա։ Հիմա դա պրագմատիկն է։ Բայց պրագմատիկ չի, որ եթե մեզ նստում ես падգամավորի դեմ, ասում ես Արիստելը, падգամավոր։ Ոնց է, դա ընտրվել ես падգամավոր, այս չի քո նախընտրական ծրագիրը։ Կլինի այդ կարդանք այդ նախընտրական ծրագիրը, որը հիմա վրա կառավարության գործունեության ծրագիրը։ Եթե այդ ծրագիրը չի կատարվում, էլ ինչ ընտրություն։ Ընտրությունը ինչի համար է։ Որ մարդիկ այդան ծրագրերով, այդան գործիչներով, որ այդ ծրագիրը հետո իրականություն դառ, այդ գործիչները պատասխանատու։ Եթե պիտի ծրագիր գրես չկատարես, ազգային ժողովը պիտի կառավարության ծրագրին հավանություն տա, չվերահսկի դրա գործունեությունը։ Էլում է պետք ընտրությունը, ծրագիրը, սահման։ Հենա բերեք ընդունենք, ասենք գիտեք ինչ։ Նիկոլ Փաշինյանը ցկյանս Հայաստանի վարչապետն է։ Ինքը մեռնելու է վարչապետի պաշտոնում։ Ուզում եք շուտ մեռի, աղոթեք թե շուտ մեռնի։ Թե չէ երկար կապրի, երկար կլինի, բա ինքը կաթողիկոսի պես է։ Քանի կա վարչապետը։ Իրավիճակի այդ ծրագիր, մերագիր, սահմանադրություն բան դրեք մի կան չեք տենում ինչա կատարվում այս երկրում։ Հիմա դու գնացել ես Ռուբեն Ռուբինյանի, դու չես տենում որ Ռուբեն Ռուբինյանը ենթարկում է Նիկոլ տենում եմ, դրա համար գնացել եմ ասում եմ Ռուբինյան, Արիստե։ Դու 16 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի հետ միասին կամավորական ջոկատ եք ստեղծել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ջոկատ։ Գնացել եք մայիս ամսին Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում պաշտպանության բանակի զորամասերից մեկում իրականացրել եք մարտական ծառայություն։ Հիմա Արիստե դու ասում ես որ քո ծառայության վայրը որտեղ դու զենքով, զինվորական համազգեստով մարտական խնդիր ես կատարել, Ադրբեջանի տարածքը 91 թվականից դու ես ասում։ Բա որը տենց է։ Դու իմ անչին նստած ես Լևոն Մնացականյանի կողքը, որը այդ պահին եղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը։ Ինչի՞ պիտի հրամանատարը դատվի դրա համար։ Դու չդատվես։ Եթե քո հիմա ասում ես Ռուբինյանը տենց է ասում, այն վաղ տենց էր ասում, ինչ ուզի կանի, հա, ոչ, ես չեմ իմ տարբերությունը մյուս պրագմատիկներից են է։ Ես էդ էի ուզում հարցնել։ Որ ես իրանցից շատ, իրանցից մի քիչ պրագմատիկ եմ գնահատում եմ այդ օբյեկտիվ իրականությունը, բայց դրա հետ ուղղակի տարբերություն իրաց չեմ հաշտվում։ Պաղազան, գուցե կար ագրեսիա, հա, դուք այդպես ագրեսիվ դուք չէ։ Ամեն դեպքում ասենք Նարեկ Մալյանը որոշակի հայտարարություններ հնչեցրեց։ Գուցե դա պատճառը, որ ասվում է թիրախավորել են Ռոբերտ Քոչարյանը իր ասորիսում հստակ ասեց, թիրախավորել են ինձ ասում է։ Եվ անուն տվեց, ասում է հանրապետական կուսակցությունը, հանրապետականը թիրախավորել է ինձ։ Հիմա լսես եմ լսել։ Հիմնավորումը, դելեմ այդ խնդրում եմ ասել, ենթադրենք, հիմա այս փաստ եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետը չի, ճիշտ է, հիմա ինքը չի մեր վարչապետը, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողովի падգամավոր չի, ինքը իր մանդատից վայր է դրել, վարչապետը Փաշինյանն է, վարչապետին անվստահություն հայտնողները падգամավորներն են, ինքը ուր է, իր թիմակիցներն են, իր թիմակից Հայաստան խմբակցությունն ո՞վ է։ Հետո Հայաստան խմբակցություն, մենք ես իր նամակ չեմ գրել։ Հա, հասկանալի է։ Եթե ասենք թե падգամավորը որպես падգամավոր, հիմա այսօր առավոտը հանդիպել եմ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Տեսանք, դրան դեռ կանդրադառնանք։ Հիմա ասում եմ Գեղամ պարոն Մանուկյան, ընկեր Մանուկյան, ոնց որ իրանց համար ընդունել է, ասում եմ հարգարժան падգամավոր, ինձ համար ինքը падգամավոր է։ Եթե դու ընդունում ես փաստ, իսկ ինքը ընդունում է, նույնիսկ ասում է շատ բաներ կարող է դու չես նկատեմ, ես իմ գործընկերներ, ասում եք թե կառավարության ծրագիրը ոչ չի կատարվում։ Ուրեմն շատ լավ, բայց եթե տենում ես չի կատարվում, ի՞նչ պիտի անես։ Սահմանադրությամբ ասում է падգամավորը թե տենում է կառավարությունը իր ծրագիրը չի կատարում, պիտի սկսի այդ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ինչու չեն սկսել Ասում չունի իրատեսական չի։ Հիմա ես ուզում եմ այդ իրատեսական, պրագմատիկ, մենակ արդյունքին միտված Ռոբերտ Քոչյանի եւ իր փաստացի ազդեցության տակ գտնվող Հայաստան խմբակցության падգամավորներին տամ հրապարակային հարց։ Երբ որ իրենց պրագմատիզմով Արթուր Ղազինյանին 15-րդ անգամ առաջադրում էին ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ 15 անգամ առաջ։ Եվ մերժվում էին անընդհատ։ Այդ պրագմատիզմը այսինքն հիմա իրանք ասում են մենք վարչապետի տեխնացու չենք առաջադրում, անվստահության գործընթաց չենք սկսում, որովհետև ԿՊ-ն մեր նախաձեռնությանը չի միանում, ճիշտ է, այդպես են ասում։ Բայց դուք գիտեիք, որ ԿՊ-ն Արթուր Ղազինյանին կողմ է քվեարկելու։ Գուցե այն ժամանակ դեռ չգիտեին։ Դրա համար 15 անգամ դրեցին Հետո վերջի կողմ քվեարկեց ԿՊ-ն։ Հետո վերջում համոզվեցին, որ բայց 15 անգամ դուք պրագմատիկ չեք։ Հիմա համոզվել են, որ հնարավոր չէ, դրա համար պրագմատիկ են։ Չէ, Պաղազյան, համոզվելու համար նախ պետք է իրանք նախաձեռնեն։ Հիմա ասենք թե Հովիկ Աղազարյանը ասում է, որ նախաձեռնենք ու դա չստացի, մենք ինքներս վարկաբեկվում ենք ընտրությունների նախաշեմին։ Ոչ, իրանք վարկաբեկվում են, որ չեն նախաձեռնում, ոչինչ չեն անում, ու այս 4 տարին իրենց գործունեությունը 0 չի, մինուս է։ Այս նախաձեռնությունը իմպիչմենտի իրականում ոչ թե միտված է իրենց վարկաբեկելուն, այլ ճիշտ հակառակը։ Սա միտված է իրանց խայտարակությունից փրկվելու, որովհետև իրանց հիմիկվա կարգավիճակն է, իրանք հիմա են վարկաբեկված։ Բայց ինչու է իրենց մոտ այդ մտել այդ ուղեղներով, որ այս նախաձեռնությունը գալիս է հանրապետականից, ավելի կոնկրետ, գալիս է Սերժ Սարգսյանի կողմից։ Հիմա հանրապետական կուսակցության Դուք ինչ կապ ունեք Սերժ Սարգսյանի հետ։ Ասում է, այս նախաձեռնության անդամները ուղղորդվում են երրորդ նախագահի կողմից, երկրորդ եւ երրորդ նախագահների մեջ կա լարվածություն։ Թրամփից է, չէ, իսկ Թրամփն է ուղղորդում։ Պուտինն է, ասեք, ասում ես, ասել եմ խոչի։ Ինչով ես հիմա, ես ինչ կապ ունեմ հիմա, ասենք Սերժ Սարգսյանի հետ։ Նույն նախաձեռնությունից առաջ ոնց որ գնացել եմ Սերժ Սարգսյանի հետ եմ խոսել, այնպես գնացել եմ Ռոբերտ Քոչյանի հետ եմ խոսել։ Ինքն է ինձ ուղղորդել։ Կասկածները ամեն դեպքում դուք ի վերջո հասկանալու եք, հիմնավորումն է նա, որ ես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում մարզպետ եմ ել, բայց Սերյան Օհանյանն ինչ այլ է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում։ Ոնց որ թե պաշտպանության նախարար է եղել։ Ես տենց եմ հիշում։ Դե կարծում եմ Հայաստան խմբակցության բոլոր անդամներին կարելի է նույնը ասել։ Արծիկ Մինասյանն ինչ է եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում։ Բա Աղվան Վարդանյանը ինչ էր ստորագրում Սերժ Սարգսյանի հետ, Արմեն Աշոտյանի հետ նախագահականում, եթե ոչ կոալիցիոն հուշագիր։ Բա իրանց խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանն ինչ է եղել։ Լավ, շատ ջրեր են հոսել, ջրեր են հոսել, երկրորդ եւ երրորդ նախագահների։ Բայց ջրերը իրանց վերով հոսել է, մեր վերով չի հոսել։ Պարոն Ղազարյան։ Ես չեմ հասկանում, ասեք տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Ես էլ եմ ուզում ձեր օգնությամբ հասկանալ։ Անտեղի ասեք իրանք իրանց պարտականությունը, իրանց ֆունկցիան կատարելու փոխարեն, ընկած միստիկ բաներ են ման գալ։ Այսինքն դուք նպատակ չեք ունեցել, իսկ մեր նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Եթե իրանք վարչապետ, եթե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել իրանք համարում են վարկաբեկում Հայաստան խմբակցությանը եւ Ռոբերտ Քոչյանը, ուրեմն ուզում հասկանամ թե իրանք ինչ կապ ունեն մեկ հարց եւս հասկացա, ինչու եք հիմնականում սեբերվել, գուցե կասեք թվային առումով ավելի մեծ խմբակցությունն է Հայաստան խմբակցությունը, բայց նույնքեր կարող եք պատիվ ունենալ падգամավորներից պահանջեք, ինչու պատիվ ունեմ падգամավորներից, որովհետեւ մեկը թեկուզ մեկ հոգի չի սկսում իմպլեմենտի գործը։ Ո՞վ ասում որ չենք ասում։ Նույն ձևի։ Սա թիրախավորում է Հայաստան խմբակցության ուղղությամբ։ Ոչ, Արմեն ջան, ոչ, իրանք են դա տենց ընկա։ Մեր Իմ բոլոր խոսքը YouTube-ում դրած է, չէ՞։ Իմ համար ի՞նչ տարբերություն։ Ես ոչ միայն պատիվ ունեմ Հայաստան խմբակցություն, այլ նաև ԿՊ, ես հիմա ազգային ժողովում դուրն եմ գնացել։ Հայաստան խմբակցության, թե ԿՊ-ի։ Իմ համար падգամավորը ի՞նչ կապ ունի իրանք որ խմբ։ Այո, նույն ձևի, հիմա եթե բայց որ ամեն օր գրում էի, ասում էի Նիկոլ Փաշինյանը վայելում ազգային ժողովի բոլոր 107 падգամավորների վստահությունը։ Այդ 107 падգամավորները մենակ Հայաստան խմբակցությունից է։ Չէ, օրինակ ձեզ չի հետաքրքրում պատիվ ունեմը ոնց էր որ ասել, ունենք մենք տեխնացու։ Պատիվ ունեմը մարդիկ կան այնտեղ, ամեն մեկը։ Խոցելի մոտեցում, բա ոնց կարա երկրի առանցքային քաղաքական ուժերից մեկը բոլոր իրավիճակների համար վարչապետի տեխնացու չունենա։ Բա ինչի՞ չեք քննադատում։ Ոչ չեմ քննադատում, բա հիմա նոր որ ասեցի, դա ինչ ասեցի։ Չէ, տպավորությունը մարդկանց մոտ այնպեսին է թիրախ։ Հայաստան դաշինքից եք հարցնում, Հայաստան դաշինքից։ Հիմա ասում եք պատիվ ունեմ, չունի, ասում եմ այո, ոնց կարա լուրջ քաղաքական ուժը բոլոր իրավիճակների համար
վարչապետի տեխնացու չունենա եւ անվստահության գործընթացի համար, եւ վարչապետի մեռածելու ժամանակ, եւ վարչապետի հրաժարականից հետո Եթե չունես, ուրեմն խոցելի ես, ուրեմն լավ չի քո վիճակը։ Հիմա այս ձեր առաջարկությունը, ձեր գործընթացը փաստորեն պատին է դեմ առել հետեւյալ առումով, որովհետեւ ճիշտ չէ, այդ առումով չեմ ասում։ Այսինքն ընկալումների առումով, հա, այսինքն մարդիկ ընկալեցին այսպես, որ մեր դեմ դուրս են գալիս, մեզ վարկաբեկել են ուզում, այս մի հատ ուրիշ ծրագիր է, փոխարենը կենտրոնանան Նիկոլին հեռացնելու ժամ առաջ գործընթացի վրա, մենք բոլորս լրագրողներն էլ ձեր հետ միասին կենտրոնացած այդ հակասությունը հասկանալու համար կողքից էլ ինչ է ստացվում, գիտեք ինչ պատկեր է, իշխանությունն էլ այսպես ձեռքերը ծալած նայում է, թե ընդդիմադիր երկու թևերը ոնց են իրար հետ անդադար վիճում եւ անverջ վարկաբեկում իրենք իրենց։ Չեք կարծում, որ այս վարկաբեկման գործընթացը Ոչ, ճիշտ հակառակը։ Այդ իրանք իրար թե ինչեր էին ասում մինչև այդ գործընթացի սկիզբը, մենք բոլորս տեսել ենք։ Այս իմպիչմենտի գործընթացը միակ հնարավորությունն է որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, որովհետև Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ եւ քաղաքական ուժերը եւ հասարակություն ավելի հեշտ կոնսոլիդացիայի կգնա, քան ընտրությունների ժամանակ։ Ընտրությունների ժամանակ, հեսա իսկ գիտեմ, էլ էս առաջիկայում այդ լայվով է դրանք կանդրադամ։ 21 թվի ընտրություններին ռեկորդային թվով քաղաքական ուժեր են մասնակցել, 25 քաղաքական դաշինք եւ կուսակցություն։ Պարլամենտ անցել է օրենքով սահմանված շեմ հաղթել է ընդամենը 2 որոնցից մեկ եղել է ՔՊ-ն, մյուսը Հայաստան դաշինք, պատիվ ունեմ իրավունքի ուժով անցել։ Հիմա այս ընթացքում մի 5-6 քաղաքական կուսակցություն է ստեղծվել է։ 26 թվին ընտրությունն է լավ, 30 կուսակցություն է մասնակցելու։ Ամեն մեկը կետան իրաց մի տոկոսը կհավաքեն։ Ոչ մեկն չի անցնի։ Այդ ձայները կփոշիացնեն, փոշիացած ձայնը կետա կդառնա Նիկոլի ձայն։ Նիկոլ իր մեծամասնությունը կձևավորի, իրանք կնստեն, ասես կնայեն դրա երեսը։ Հիմա ես ասում եմ, վարկաբեկվածը դուք հիմա եք վարկաբեկ։ Հիմա որ դուք այս գործընթացը չսկսեք, ելել եք մեր դեմ փոխարեն միանակ տենանք ինչ ջանք են գործադրում, որը դժվար է, բայց դժվարն է, հաջողությունը դժվարություն հաղթարելով ալնում։ Ամենքս էլ մեր կյանքում մի հաջողության հասել ենք։ Ոնց ենք հասել։ Ոչ մի բան չանելով, թե դժվարությունները հաղթահարելով ենք հասել։ Պարոն Ղազարյան, այսպեսի մեկ դիտարկում եւ անցնենք առաջ, գուցե ձեր այս նախաձեռնությունը խոպին դեմ առավ, ժողովրդի խոսքով ասած, հա, այսպես ասեմ, որովհետեւ կար ավելի խորքային հակասություն երկու խմբակցությունների մեջ, լիդերների մեջ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի։ Ես կարծում եմ, չէ, մենք վերլուծում ենք իրավիճակը։ Եթե դա չլիներ, վստահ եմ իրավիճակը հաստատ ուրիշ էր լինելու։ Հիմա այդտեղից չի գալիս հենց այդ անվստահությունը, այդ անընդհատ նախաձեռնությունը հենց այդ եմ ասում։ Կարա իրանք իրար հետ ժամանակին շատ լավ մտերմություն, բարեկամություն են արել, վերջը մի իշխանության մեջ են եղել Սերժ Սարգսյանը, ոնց որ ես հիշում եմ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի պաշտպանության նախարարներ ու վարչապետը Հայաստանի։ Հիմա ես իրանց ոչ բարեկամության հետ գործ ունեմ, ոչ իրանց հարաբերությունների լարվածության հետ գործ ունեմ։ Դուք չունեք, բայց խնդիրն այն է, որ այս նախաձեռնությունը այդ խոպին է դեմ առել։ Խոպին դեմ առել այդ նախաձեռնությունը կարա օգնի, որպեսզի իրենք իրանց ջանքերը մեկտեղ են, որովհետև եթե իրանք ջանքերը չմեկտեղեն, ես իրանց տեղը արդեն գիտեմ որտե ալելու, դա ասել են մեզ որտե ալելու։ Որտե՞ղ։ Բակո Սահակյանի կողքը։ Հա։ Իրանք մտածում են, թե Նիկոլ Փաշինյանը թողնելու է, որ իրանք Նիկոլ Փաշինյանի հետ գնան ընտրությունների։ Հələ իրանք տենց կարողա, չգիտեմ, երկուսն էլ տենց է մտածում թե չէ, բայց մեկը հաստատ մտածում է, որ ինքը գնալու է ընտրությունների։ Չի լսե Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ ասում է, որ մեր բանտում հələ 2 հոգու ազատ տեղ կա։ Այդ ինձ ու ձեզ նկատի չուներ։ Ես ոնց որ արդեն գիտեմ ում նկատի ունի, մնում է իրանք իմանան։ Բա այդ գործը, որ հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուղարկել են դատարան, չեն լսե Ադրբեջանի գլխավոր դատախազին չասե, որ այդ գործը ունի առանձնացված մաս, որով նախաքննությունը շարունակվում է։ Այդ նախաքննության մեղադրյալի արդեն կարգավիճակ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի բոլոր պաշտպանության նախարարները, բոլոր զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Արցախի պաշտպանության բանակի բոլոր հրամանատարները, նրանց տեղակալները, բոլորը։ Ու դուք մեկ էլ մտածում ա, որ Նիկոլ Փաշինյանը դրան չի տալու Ադրբեջանին։ Նախընտրական իր գլխավոր թեման է տալնելու։
Դուք շատ Ամսաթվով ասեմ երբ է տալու 26 թվականի փետրվարին այդ քրեական գործերը որ հանիրավի հարուցած է Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի դեմ այդ մտածը դարածը արդարադատություն վերականգնել դրածած ցանկացած պայի խափաման միջոցը փոխեն Գիշերով ԱԱՑ-ը մեկուսանից տանեն օդանավական, լույսը բացվի, տենանք թե ոնց է ԱԱՑ-ը Ադրբեջանի սպան գլխներին սխմելով մցնում քննիչի կաբինետ։ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի դեպքում չենք տեսել, բայց իրանցը չի պիտի չտեն։ Իրանք հələ բան են անում։ Իրար այդ հաշիվներ են պարզում։ Առանց հասկանալով որ այս խնդրի լուծման ձևը բոլորի ջանքերը մեկտեղելն է, դուք գանք սրանց դեմ պայքարի միակ հնարավոր ձևը որ օրինական, սահմանադրական ժողովուրդն էլ կարա կողքի կանգնի աջակցի, այդ իմպիչմենտի գործընթացն է։ Միանշանակ համակարծիք եմ, որ գոնե թե այդ գործընթացը պիտի դառնար համախմբման, հա, այդ շատ ամենակարևոր հարցն է դա, եւ ի վերջո մի հարցի շուրջ պետք է համաձայնության կան այս ընդդիմադիր հատվածը, հա, եւ ինչը մենք 4 տարի չենք տեսնում, եթե ոչ ավելի։ Եվ ուզում գալ հետեւյալին, պարոն Ղազարյան, լավ, այդ որտեղից իջավ այդ գաղափարը ընդդիմության տեխնացու որպես վարչապետի ներկայացնել մի անձի Էդմոն Մարուկյան, գոնե թե ես որպես ընդդիմության տեխնացու չէ, նախկին ՔՊԱ-ականների երկուսի տեխնացու վարչապետի մտնում է մի մարդ խաղի մեջ, ով եղել է դեռ մինչև 18 թվականը Փաշինյանի հետ ակտիվ համագործակցած անձանցից մեկը երկդաշինքի, հա միասին ստեղծեցին երկը, ամենավտանգավոր շրջանում թռվռում էին եւ գնում ընտրվեցին 22 թվականի մարտին նշանակվեց դեսպան, նշանակվել 22 թվականի հոկտեմբերին Պրահայի հայտարարությունը ստորագրվել։ Ես կարելի է մեկ շատ կարևոր Արցախ Ադրբեջանին հանձնելու շրջանի դեսպան, բայց նաև շատ մի կարևոր բան, անմիջապես Փաշինյանի հետ աշխատող։ Որպես լրագրող ուզում հիմա հրապարակեմ, առիթ է եղել թեթև խոսել եմ, բայց հիմա հստակ ուզում եմ ասել հետևյալը։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով գալիս էր, ես հարցազրույց եմ ունենում Մանեթ Հանդիլյանի հետ, երկդաշինքի անդամ, ավարտում եմ հարցազրույցս, ձայնագրիչը անջատում եմ, Մանեթ Հանդիլյանին ասում եմ, բայց խիստ հետաքրքիր է եւ անհանգստացնող է, դուք ի վիճակին տիրապետում եք ի վերջո, հա, համագործակիցներ եք, որ չեք միանում այս փուլում, ինչ որ բան եք կանխատեսում։ Մանեթ Հանդիլյանն ինձ բառացրեն ասում է հետեւյալը, եւ ես հիմա հրապարակում եմ նրա այդ ասածը։ Արմինե ջան, շատ անհանգստացած ենք, որովհետև այն ճանապարհային քարտեզը, որը իրականացնելու է Նիկոլ Փաշինյանը, մեզ զրկելու է պետականությունից։ Ես սարսափեցի, հերախոսը ձեռքիցս ընկել է հայոց աշխարհում աշխատած շրջաններ։ Փաստերով ասում եմ ձեզ, եւ հիմա անհնար էր, որ այդ ճանապարհային քարտեզին ծանոթ չլիներ Էդմոն Մարուկյանը, չէ՞։ Նա հստակ գիտեցել է ինչ քարտեզ է դրված, հետո գնաց համագործակցեց, հետո Թավիշին պաշտպան դարձավ, հետո դարձավ ակտիվ նրա դեսպանը եւ դուք էլ ինչպես հավելեցիք, այո, Արցախի հանձնման ամբողջ ընթացքին տեղեկացված է եղել։ Հիմա այս մարդը ասում է շատ խելոք, լավ գրագետ մարդ է, նախկին ԿՊԱ-ականները բերել են դրել են որպես վարչապետի հիմա այս խաղը, չէ, ես ուզում հասկանալ սա ում խաղն է, ինչ խաղ է։ Սա իսկապես անկեղծ խաղ է, թե ինչ սարքած ինչ որ մի հատ բանի հետ մենք գործում ենք։ Ես ոնց որ եմ մյուս դեպքում իրական հանգամանքները թողած չեմ ընկնում մտավարժանքների հետևից, այս ինչ կլինի, ով ասար Էդմոնին, սա է բերենա, բերեսա, ես դες բան, ես ուղիղ պրագմատիկ ուղիղ իրավիճակը գնահատող մարդ։ Ես նայում եմ պատգամավորը իրավունք ունի սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ճիշտ է։ Սկսել է։ Հովիկ Աղազյանը, Հակոբ, ի տարբերություն նայում։ Բայց ինչու հենց նրան։ Դե մա ինչ իրաց, որտեվ իրաց նախընտրել տեխնացուն, դուք պատգամավորն եք, դուք սկսեիք, դուք ձեր նախընտրել տեխնա։ Իրան են հարմար գտել, իրան են դրել։ Ինձ այդ չի հետաքրում։ Ինձ հետաքրում է թե առաջադրվելուց հետո ինչ հայտարարություններ անում Էդմոն Մարուկյանը, ինչ հայտարարություն անում իրան առաջադրողը, չէ՞։ Ու ես հասկանում եմ, դա վտանգ կա։ Ու պետք է հնարավորինս շուտ դա խափանել, որովհետև այն ինչ որ հիմա իրանք անում են, դա մեր նախաձեռնության, մեր ազնիվ մտադրության հետ բացարձակապես կապ չունի։ Որովհետև իրանց նպատակը, իրանց հայտարարությունից երևում է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելն, այլ այս գործընթացը փակուղի տանելն է։ Ու փորձում է իր արևին, բայ ում հետ ինչ անում, բան է, Էդգար Ղազարյանը հենց այնց է կյանքն ապրել, որ պիտի Էդմոն Մարուկյան գա ֆրծնի։ Ո՞նց կարա դա, բայց պարզ ինքը փորձում է ինչ անի, որ հիմնվելով երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունների վրա, իբր այնտեղ ձևակերպ, որ պատիվ ունեմ ասելա մենք տեխնացու չունենք, ուրիշ տեխնացու լի կաջակցենք, 6 ունեք, մաթեմատիկա է արել իր արևին։
բանը 6-ին գումարեց 2 նախաձեռնող Հովիկ, էլավ 8, Հայաստան դաշինքն էլ ասել է 8 որելի ես իմ 28-ը կմիացնեմ, էլավի արդեն այդ 36-ը որելավ արդեն նվազագույն քանակն է կարած տաս ազգային ժողովի նախագահին սկսես քննարկումը։ Բայց այդ սկսես քննարկումը, եթե դու որոշման ընդունման համար 54 ձայն է պետք։ Դու այդ 54-ը չունես։ Մենակ ավանտյուրիստը կտանի 36 ստորագրությունը քանզնի ազգային ժողով։ Մենք օրինակ ինչ ենք ասում։ Մենք ասում ենք այս նախաձեռնությունը, որ մեր պատկերացումներով լինի, անգամ 36 ստորագրության դեպքում, այսինքն եթե Հայաստան դաշինքը պատիվ ունեմ է մյուս падգամավորներից 2 հոգի, եթե միանան 36 ստորագրությունը լինի, չի ոչ մի դեպքում չի կարելի դա հանձնել ազգային ժողովի նախագահին։ Այդ 36 թվի մասին падգամավորը պետք է ընդհանրապես մոռանալ, որովհետև մեր նպատակը խո քննարկում կա, Քոչարյանը ասած 48 ժամով մեկին ընդե կանգնացնելը չի։ Դա ավանտյուրա է, մեր նպատակը որոշում կայացնելն է։ Եթե որոշման կայացման համար 54 է պետք, 36-ով տանում ես 10, որ ինչ անես։ Այսինքն այդ նախաձեռնությանը տակ ոչ թե 36 ստորագրություն պիտի լինի, այլ 54 պիտի լինի։ Ընդ որում քվեարկությունը հետո անվանական է։ Այսինքն մեկը փակ գաղտնի քվեարկություն չի, մեկը պարզա ոնց է դիրքորոշում մարդը։ Այդ դիրքորոշումը դու նախապես իմանաս, ոչ թե տանես պրավալ տաս, հետո 6 ամիսը չկարանաս անվստահության գործընթաց սկսես։ Հիմա քանի որ Էդմոն Մարուկյանն ասում է 36-ով մենք գնալու ենք, հենց 36 ստորագրություն տալու ենք, այդ նշանակում է ինքը գնում է պրավալի ճանապարհով, ոչ թե վարչապետին անվստահ, որովհետև եթե դու մտածում ես ընդունելու համար, բայց այդ ո՞նց է, ես բոլոր 107 падգամավորներն եմ նամակ գրել։ Բայց դու հեռախոսը վերցնում ես, զանգում ես Սերյան Օհանյանին ու Հայկ Մամիջանյանին։ Բայց Հայկ Կոնջոյանին ինչի՞ց է զանգում, քո Սանիկն է։ Լուսավոր Հայաստանից է գնացել դառը ՔՊ։ Առաջ մեկը պիտի մեկը ՔՊ-ից քեզ ձայն տա, չէ՞, եթե դու ուզում ես ընտրվես վարչապետ։ Հենց ինքը ասում է, ՔՊ-ից քեզ ամենաշատ ձայնը ով պիտի տա, եթե ոչ քո նախկին կուսակից Քուսանի։ Առաջին հերթին Հայկ Կոնջոյանի խմբակցության ղեկավարը, բայց լուրջ դեմքի արտահայտությունով ուղիղ եթերում ինչի՞ չէ զանգում այդ Հայկ Կոնջոյանին, ասես ուզում եմ հետը հանդիպեմ։ Ասեց հետեւյալը։ Դրանից երևում է, չէ, որ իր մտադրությունը անվստահություն ու նույնը ասում է Հակոբ Աստը կողքը կանգնած։ Ասում է, եթե նույնիսկ Էդմոն Մարուկյանին առաջադրեր պատիվ ունեմ խմբակցությունը, մենք չէինք միանա։ Նույնիսկ Էդմոն Մարուկյանը, այսինքն ինքը միամիտ բացահայտեց, որ այդ ծրագիրը ասել հասնենք այդ։ Բայց այստեղ մի բան եւ անցնենք առաջ եւ ամփոփենք, հա, Մարուկյանը նաեւ ասում է, որ ինքը այն անձն է, որը կարող է ՔՊ-ից մարդ բերել, ասեք մյուսները չեք կարող։ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, դու էլ չես կարող, բայց ես կարող եմ։ Շատ լավ, այդ այո, այդ իր կարողությունը ո՞նց պիտի է, նախաձեռնությունը կա, չէ։ Դե հիմա թող ՔՊ-ի падգամավորները գնան այդ նախաձեռնությանը, իսկ ով ասում, որ այդ նախաձեռնությունը ընդհանրապես անվստահություն պիտի դիմի։ Հիմա ես ասում եմ, տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին այս ՔՊ-ի падգամավորները պիտի իրանց նախընտրական ծրագիրը չի կատարվել։ Հենց հիմա ՔՊ-ն այո, պիտի 36 չէ, 60 հոգով հավաքվեն այդան Հակոբ Ասլայանի աշխատասենյակ այդ թուղթ ընդե ասած։ 60 հոգով այդան ստորագրեն Էդմոն Մարուկյանի նախաձեռնությունը, այդ 60 հոգով է քվեարկեն Նիկոլ Փաշինյանին հանեն, Էդմոն Մարուկյան դառնա վարչապետ։ Բրավո։ Ընդդիմության հետ ինչ գործ ունես։ Այսինքն ոչ թե պետք է թիրախում լինեն ընդդիմադիր։ Ախ, ոչ թե թիրախ, այս գործում ոչ մեկն էլ թիրախ չի։ Բոլորն է падգամավորներ, որոնք պարտադիր ոչ մեկը թիրախ չի։ Բոլորը կդառնան թիրախ մենակ այն դեպքում, բոլորը, եթե նախաձեռնությունը չսկսեն ու չիրականացնեն։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հետաքրքիր հարցազրույցի համար։ Վերհիշեցնեմ, այսօր մենք հետաղավարում ես հյուրընկալել էի հասարակական քաղաքական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։